Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր ես առանձնակի լրջությամբ և առանձնակի բծախնդրությամբ հնարավորինս էմոցիաներին քիչ տրվելու և հնարավորինս փաստերի վրա հիմնված ձեզ կներկայացնեմ նախ անկլավների հարցը, դրա տողատակում թե ինչ է թաքնված, և երկրորդ կներկայացնեմ ադրբեջանցի այսպես կոչված կամ ազերի այսպես կոչված փախստականների վերադարձի իրականը առասպելից, իրատեսությունը հորինվածքից, հուզականը մանիպուլյացիան փաստերից զանազանելու մի վերլուծություն, որը կարծում եմ շատ-շատերիդ հետաքրքիր կլինի, էլի այս հաղորդումս ուղղված է ինչպես նիկոլականների, նիկոլին համակրողների, իշխանամետերի, այնպես էլ ընդդիմության, ցանկացած տիպի ընդդիմության ներկայացուցչի, այս հաղորդումս ուղղված է թե ռուսամետներին, թե արևմտամետներին, իդեպ հետաքրքիր դրվագներ պիտի բացահայտեմ Եվրամիության կազմ մտնելու և փախստականների, այսպես կոչված փախստականների վերադարձը կազմակերպելու ռիսկերի հետ կապված և այլն։ Ես այսօր կխոսեմ որպես հայ մտավորական, հայաստանցի, Արմենիայի մտավորական, ինտելեկտուալ, գաղափարական, ինչպես կուզեք հասկացեք։ Եվ այսպես սկսենք առաջինը Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի նոյեմբերի 23-ի հարցազրույցից, որտեղ տարբեր լրատվամիջոցներ իրենց հարցն էին ուղղել և ՀՄԷԿ-ի հաղորդավարուհին ներկայացնում էր այդ հարցերը, ահա այդ հարցազրույցից մի հատված, եկեք դիտենք, խոսքը վերաբերվում է անկլավների հարցին։ Էլի մենք օրինակ շատ է խոսում անկլավների մասին։ Մենք օրինակ նայում ենք, մենք ինչև էս պահին ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չեն գտել։ Հիշում եք մի քանի անգամ կամ ձեզ այս ֆորմատով կամ այլ տեղերում ասել եմ քարտեզը ինչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Եվ մենք այս պահի դրությամբ ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ Մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը մենք չենք գտնում։ Հնարավոր է հաջորդ պահին ի հայտ գա, այս պահին դա չկա։ Եվ այսպես 2021 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը խոսում այն մասին, որ չկա որևիցե իրավական հիմք, ըստ որի Ադրբեջանը Հայաստանի տարածքում ունեցել է անկլավներ։ Իրավական հիմքեր կան, որ Ադրբեջանի տարածքում Արծվաշենը եղել է Հայաստանի Հանրապետության տարածքի մաս։ Եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանի ոսկեդույն կարտոնը, ստվարաթուղթը, որով Հայաստանի քարտեզներ, քարտեզի ուրվագիծներ ներկայացնում, կազմված էր այդ ոսկեգույն քարտեզից և մի պուճուր կտորից, որը Արծվաշենն է։ Եվ այդտեղ ոչ մի ծակեր, անցքեր չկային, և տևական ժամանակ, ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը այդ թղթի կտորը առած ազգային ժողովում, կառավարության նիստերին, ամենատարբեր տեղեր հանդես էր գալիս և ամենևին այդ թղթի վրա չկային ծակծկված տեղեր, կտորներ, որոնք ադրբեջանական անկլավներ էին։ Դա ինձ թվում է բոլորդ հիշում եք, լրացուցիչ նկարները ցույց չտամ, բայց այստեղ հարց է առաջանում, բա քարտեզի վրա ինչ գործ ունեն այդ անկլավները։ Երկու այսպես կոչված անկլավ Տաուշի մարզում և մեկ Արարատի մարզում, Տիգրանաշենը, Քյարքին։ Այդ ինչ անկլավներ են, որոնք քարտեզի վրա եղել են, այդքան տարիներ սովետական քարտեզների վրա կային, բայց արի ուտես, որ իրավական հիմնավորում դրան չկար։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ բացառիկ մի տեղեկատվություն, հուսամ սա չի համարվում պետական գաղտնիք, որովհետև եթե սա պետական գաղտնիք է, սա պետք է Ադրբեջանի համար լինի պետական գաղտնիք, բայց վերջերս Ադրբեջանը, քանի որ հանդիսանում է ըստ նիկոլական բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստանի անվտանգության երաշխավորը,
Հայաստանն էլ իբր թե Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, թեև Հայաստանը սկի ինքը իր անվտանգությունը չի կարող երաշխավորի, ցավոք սրտի։ Նիկոլի Հայաստան, այդ իրական Հայաստանը սկի ինքը իր անվտանգությունը չի կարող երաշխավորի եւ այսպիսով այդ ասույթի մեջ, այդ խոսքի մեջ ըստ երևույթին պետք է ուշադրություն դարձնել Ալեն Սիմոնյանի այն հանճարեղ մտքի վրա, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, հետևաբար պետական գաղտնիք եմ ես հիմա բացահայտում, որտեղ ի վնաս Ադրբեջանի եմ խոսելու։ Ուրեմն տեսեք ինչա տեղի ունեցել։ Ըստ սովետական սահմանադրության, եթե միութենական հանրապետությունների միջև հողային տարածքային փոփոխություններ էին տեղի ունենում, ապա այդ հողային տարածքային փոփոխությունները պետք է նախ երկու իրար մեջ հարաբերության մեջ մտած հողային տարածքային փոփոխության հարաբերության մեջ մտած երկու հանրապետությունների կողմից ճանաչվեին, քննարկվեին, ուսումնասիրվեին, ճանաչվեին, հաստատվեին եւ ուղարկվեին Կրեմլ։ Կրեմլը, Մոսկվան պիտի ճանաչեր, հաստատեր այդ փոփոխությունը եւ տարածքային այդ փոփոխությունը դառնում էր արդեն թե դե յուրե, թե դե ֆակտո իրողություն։ Ահա ադրբեջանական անկլավների հետ կապված փոփոխությունները ըստ օթում կախված լուրերի կամ ըստ ինձ հասած տեղեկությունների ադրբեջանական այսպես կոչված անկլավների հետ կապված փոփոխությունները Մոսկվան չի հաստատել։ Կրեմլը, այդ փիս Կրեմլը չի հաստատել։ Շատ փիսն է, հասկանում ես, ինչքան փիսն է։ Չի հաստատել։ Եվ այնպես որ միութենական երկու հանրապետության, ադրբեջանական սովետական հանրապետության եւ Հայաստանի սովետական հանրապետության միջև անկլավների հարցը Մոսկվայի կողմից արկախվել է, չի հաստատվել եւ միջև այսօր չկա իրավական փաստական հիմք, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ունեցել է անկլավներ։ Այսքանով դնում ենք վերջակետ այս հարցին։ Սա ինչ վերաբերում է դրա իրավական կողմին։ Եթե կան մարդիկ, ովքեր ավելին գիտեն, քան ես հիմա ներկայացրեցի, ապա թող բարի լինեն, թեկուզ անանուն հրապարակեն տեղեկություններ, մենք էլ իմանանք։ Ես հրապարակեցի այն, ինչ ինքս գիտեմ, ու ինձ մեկ է, թե սա ինչ հետևանքներ է առաջացնելու Ադրբեջանի կամ Ադրբեջանի իրավունքների պաշտպան նիկոլական իշխանությունների կողմից։ Բայց հիմա գնանք մի ուրիշ տեսանյութերի, որը արդեն վերաբերում է Ալեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյանը, չգիտեմ, հանրապետությունում երկրորդ թե երրորդ մարդն է, Գլումովի մոտ հարցազրույց է տալիս ռուսերենով, հուսամ բոլորդ հասկանում եք։ Եթե չեք հասկանում, ես ընթացքում ոչ թե կթարգմանեմ, այլ մեկնաբանությունների ժամանակ կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Եվ խնդրեմ, հիմա այդ հարցազրույցից կտոր գալիս ենք, այստեղ խոսք է գնում նաև անկլավների մասին, բայց ես կփորձեմ հնդածս մեկնաբանել նաև Ալեն Սիմոնյանի ասելիքը։ Եվ այսպես է սկզբում սենց մի հատ զրույց է տեղի ունենում։ Повторяю. Хорошо, давайте тогда конкретно. Тигранашен, то есть анклавы, которые внутри Армении, азербайджанские, мы отдаем по договору Азербайджану. Нет такого конкретного пункта, который мы можем сейчас обсуждать. Есть такой договор, который ратифицирован с двух сторон, что мы восстанавливаем границы, по которым Республика Армения и Республика Азербайджан стали независимы. То есть Арцвашен будет армянским или не будет? Да, потому что будет... когда мы говорим 29 743 квадратных километра, да, входит, может, теоретически, я не знаю. Поменяем. Может, теоретически, я не знаю, но менять не будем мы. То есть это не власть меняет, такие вопросы решаются референдумом. Но это теория. Господин Симонян, когда сейчас говорят, что послезавтра мы не сможем проезжать... Նախ, տեսեք ինչ ասում, ասում է, որ անկլավների տրվելու պայմանավորվածություն չկա, կա, որ սովետական քարտեզները պետքա կյանքի կոչվեն։ Եվ միևնույն ժամանակ ասում է, որ փոխանակման հարց կարադրվի։ Ինչն ենք փոխանակելու, Արցվաշենը տալու ենք ինչի դիմաց, անկլավների փոխանակումից է խոսում Գլումովը։ Եվ Ալեն Սիմոնյանը հաստատում է, որ այդպիսի հարց կարա լինի, բայց հանրակրվեով։ Այսինքն դա արդեն Նիկոլ Փաշինյանենց հանձնվողական ձեռքը չի հասնելու դրան։
դա հանրակրվեն պիտի որոշի եւ այո, ըստ համանդրության այդ հարցերը լուծվում է հանրակրվեով եւ միայն հանրակրվեով, հա, բայց դու որ անկլավը տալիս ես, դա դա պիտի հանրակրվել լիներ, բայց դա ըստ մեր սահմանադրության, ըստ մեր խայտարակ սահմանադրության, ըստ մեր խայտարակ սահմանադրագիտության, որ Հայաստանում գոյություն ունի, այդպես է կարգը։ Նիկոլենք գալիս են, որոշում են, տալիս են։ Հիմա լսեք շարունակությունը, մարդը չի ասում, ոչ այ մարդ, ինչ Տիգրանաշեն, ինչ Քյարքի, ինչ հանձնել, ինչ Ադրբեջանին տալ, ինչ փոխանակում, ինչի այդ փոխանակին։ Չի ասում, ընդունում է, որ այո, այդպիսի բան կարա տեղի ունենա։ Հիմա лысենք շարունակությունը։ Вот этой дороги, вы говорите, что нет, такого не будет. Завтра, там, послезавтра мы не сможем проезжать по вот этой дороге, вы говорите, что нет, такого не будет. Խոսքա գնում Տիգրանաշենով, Քյարքիով, Когда сейчас Քյարքիով, Տիգրանաշենով, դեպի Զանգակատուն, դեպի Գորիս, դեպի Կապան գնալու մասին։ Այս ամբողջ հարցազրույցը կարող եք լսել, այնտեղ դրա մասին է խոսք գնում, բայց հիմա տեսեք ինչա ասում։ говорят, что послезавтра мы не сможем проезжать по вот этой дороге, вы говорите, что нет, такого не будет. Слушай, а почему мы должны не мочь проезжать по этой дороге? Я не знаю, говорят, что... Мы сейчас едем через Кирянц в Грузию. Да. Տեսեք, չի ասում այ մարդ, բայց խի պետք է չկարանանք։ Ասենք, ինչն է խնդիրը, ինչ հարց կա, ինչն է փոխվելու։ Մարդը ընդունում է, որ այո, փոփոխություն լինելու է։ Ու երբ որ Քյարքիով մենք անցնելու ենք, ուղղակի հիմա լսեք, ոնց է հարցը луծվում, էլի այդ Քյարքիով անցնելու։ Там буквально рядом с дорогой стоят азербайджанские пограничники. Այսինքն Քյարքիում կանգնած են լինում, կանգնած պիտի լինեն, ըստ Ալեն Սիմոնյանի, Քյարքիում կանգնած են լինելու ադրբեջանցի սահմանապահներ։ Патрон, мы сейчас едем туда. Мы разговариваем о мире или о какой-то Они без магазинов стоят? Не, ну, они не вооружены, то есть это не армия, это пограничники. Пограничные Я не знаю, там что есть контроль, повторяю. Хорошо, давайте тогда. Հիմա Ալեն Սիմոնյանը խոստովանում է, որ իրենց իշխանության գալու դեպքում Քյարքիում կանգնած են լինելու ադրբեջանցի սահմանապահներ։ Սա հենց նոր փաստացի ձեզ ներկայացրեցի։ Տիգրանաշենում կանգնած են լինելու ադրբեջանցի սահմանապահներ, ճիշտ այնպես, ինչպես Կիրանցի կողմից, Կիրանցով անցնելուց Ադրբեջանի կողմից կանգնած են ադրբեջանցի սահմանապահներ։ Եվ սա ձեռքբերում է։ Ձեռքբերում է, որ ոչ թե զորքեր են կանգնելու, այլ ավտոմատ մագազինները, պահեստատուփը դատարկ սահմանապահներ, թեև մի հարցնող լինի Ալեն Սիմոնյան, դու ես գնացել ստուգել, թե տատը տա գնացել ստուգել, այդ պահեստատուփերի մեջ պատրոն կա, թե չկա, ով է ստուգել ձեզանից, ձեր քաջնազարներից, որ մեկն է գնացել ստուգել, ադրբեջանցի սահմանապահը դատարկ պահեստատուփով ավտոմատը բռնե, թե լիքը պահեստատուփով։ Համենայն դեպս սա հարցի երկրորդական կողմն է, առաջնայինն է, որ խոստովանեց սահմանապահների կանգնած լինելու հարցում։ Մարդը խոստովանեց։ Հիմա էլի այս հարցազրույցից դրվագներ, մի հատ խնդրում եմ լսեք, սա վաղվա Հայաստանն է լինելու։ Սա այն է, ինչ բացահայտ խոսում են մեզ հետ։ Ու ռուսերեն, որպեսզի ադրբեջանցիներն էլ լսեն, իմանան եւ էլի ով կա չկա постсоветական տարածքում լսի ու իմանա։ Планеты армян. Լսեք։ Из этой планеты армян. Вот существует одна планета и живут Вот там только как мы из одни этого армяне. будем выходить? Нужно время, и я считаю, что мы мудрый народ, и мы можем это понять. А французы и англичане, они воевали 100 лет, они друг друга называли веками там, больше, да. там, лягушатниками и свиньями. Они друг друга... Մարդը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, որ անգլիացիները, ֆրանսիացիները մորթել են իրար, կոտորել են, բայց հիմա տես եկել է ցիվիլիզացիա, նոր ժամանակներ եւ մարդիկ իրար հետ առևտուր են անում։ Հիմա լսեք։
друга ненавидели. Они сейчас вместе бомбят третью и четвертую страну. Они союз... Լսարի չասում։ Ուրեմն եկել է խաղաղության դարաշրջան ու հիմա ինչ են անում անգլիացիներն ու ֆրանսիացիները вместе бомбят другую страну։ Ինձ կռիվ են անում, էլի պատերազմ են անում։ Ինչ խաղաղության դարաշրջան։ Ֆրոնտն է փոխվել։ Ինքը իր խոսքի մեջ խոսում է խաղաղասիրությունից, հաշտությունից, բարեկամությունից, անցյալը մոռանալուց, հայերի հետ պատկերացած ուտոպիստական պատմությունը, չգիտեմ, հասկացությունները, հա մենք վերանայման լիքը բան ունենք, ասում եմ, ահռելի շատ, բայց հիմա ինչ ենք ասում։ Օրինակ է բերում ֆրանսիացիներին ու անգլիացիները, որոնք հարյուրավոր տարիներ իրար կոտորել են։ Հիմա ինչ են անում այդ մարդիկ։ Կոտորում են ուրիշներին։ Մեկը նրանք կոտորում են։ Вместе бомбят другие страны։ Հասկացա՞ք։ Ու այս չալոն, այսքան բանը չի հասկանում։ Որ ընկեր Անգլիայի ու Ֆրանսիայի համար խաղաղության դարաշրջան չկա, չեն ձգտել, չեն էլ ձգտելու։ Նրանք բամբիտ են արել, բամբիտ են անում ու շարունակելու են բամբիտ անել, որտեղ նրանք պետություններ են, նրանք ամբիցիա ունեն, նրանք հասկանում են, թե զենքը ինչի համար է ու ինչի մասին է։ Եվ եթե այս պահին իրար չեն բամբիտ անում, որովհետև ունեն երրորդ կողմ, երրորդ թշնամի։ Շահերի համընկում կա։ Ոչ թե որտեղ հանձնվել է Անգլիան Ֆրանսիային, կամ Ֆրանսիան հանձնվել է Անգլիային, այլ որովհետև բամբիտ անելու ուրիշ թեմա ենք, թե այ ընկեր։ Հիմա վաղը Հայաստանը Ադրբեջանի հետ ում է բամբիտ անելու, ամոթ չլինի հարցնել։ Ռուսաստանին։ Союзники, они вместе экономику строят, они четвертую страну, они союзники, они вместе друг друга ненавидели. Они сейчас вместе бомбят третью и четвертую страну, они союзники, они вместе экономику строят, они вместе диктуют правила. Լսած ինչ են անում։ Они вместе диктуют правила։ Նրանք թելադրում են, նրանք հարկադրում են։ Նրանք չեն հանձնվել, նրանք խաղաղության դարաշրջանի հեքիաթ չեն պատմում իրանց ժողովրդին։ Նրանք հարկադրում են, նրանք թելադրում են։ Այսինքն համեն է ասում, բայց չի հասկանում, որ այդ երկու մտքերը նույն նախադասության մեջ իմաստ չունեն։ Այդ երկու մտքերը նույն նախադասության մեջ բացահայտում են առաջին բաժինը խոսքի, առաջի բաժնի մերկապարանոց լինելը։ Անիրատես լինելը, որտեղ այո փաստացի ՆԱՏՕ-ի կազմում հիմա, չգիտեմ, տարբեր օպերացիաներ են իրականացնում, միասին խաղաղապահ առաքելություն են իրականացնում, միասին бомбят другие, третьи, четвертые страны, հա։ Էսել սենց, հիմա планеты армян, вот ասում ազատվեք այդ հայերի մոլորակը հասկացությունից։ Հիմա մի հատ ուրիշ կտոր դնեմ այս հարցազրույցից։ Вот когда эти османы, в общем, на всей территории Османской империи... Ինչի մասին է խոսում։ Ասում է Գլումովը, որ ինքը տուրիստ որպես երբ որ մանայք է երկար շատ աշխարհը մանայք է, եւ ասում է նախին Օսմանյան կայսրության, որ երկրում գնում ես ներկայիս Հունաստան կլինի, մյուսը կլինի, մյուսը ինքը կասի դուք կլսեք։ Լսեք ինչի մասին է ասում, թե ինչ հայացքներ կա Թուրքիայի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանն ասում է փագեք մոռացեք, հիմա լսեք ինչ է ասում Գլումովը ու ինչ պատասխան է ստանում։ У всех народов, у черногорцев, у сербов, у армян, у болгаров, у греков, у азербайджанцев, не знаю, есть такие пословицы или нет, есть пословицы, связанные с турками. Типа, дружи с турком, но держи за спиной палку и так далее. Я уверен, что у них тоже есть такие пословицы. Нет, это не серьезно, но это сидит в нас. Как мы будем вычищать это все? Как мы будем избавляться от этого? Для того, чтобы наш взгляд был всегда вне нашей страны. Сидит для того, чтобы у нас никогда не было мира. Кто это запланировал? Когда?
Слушай, конкретные имена тебе. Не, я хочу понять, это Российская империя придумала. Это политика, это политика, да, это Ուրեմն լսի։ Մարդը այո, փաստան էր կայացնում, օրինաչափություն, որ ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում եղած ժողովուրդները իրենց մեջ ասացվածներ ունեն Թուրքի վատ կերպարի մասին, ունեն։ Հիմա ինչ են մեզ բացատրում, այսինքն մեր թուրքերի նկատմամբ պահանջատիրությունը, զգուշությունը, թերահավատությունը, ասում են KGB-ն է սրսկի, ապե KGB-ն է, դու չգիտես ախպեր, դա KGB-ն է, հույներին էլ է KGB-ն ախպեր, Չեռնագորիայի մելա KGB-ն ախպեր, հա, սաղին KGB-ն է, Պարսիկների մոտ էլ է KGB-ն սրսկի, սաղին KGB, դու Օսմանյան կայսրությունում KGB-ն ընկե բարապեր մնաց է, Օսմանյան կայսրության նախկին երկրներում NATO-ի անդամ երկրներ, Եվրամիության երկրներ, թեկնածու երկրներ Եվրամիության, KGB-ն բանա սրսկի ապե, հա, այդ որ երբ է այդ KGB-ն տես բաներ անում, 1800-ականների կեսերին KGB-ն, հա, ու հիմա ինչ ասում, պոլիտիկա է ասում, արա անգեր, պոլիտիկա չէ, մարդիկ անասուն չեն, հիշողություն ունեն։ Ես իդեպ թուրքերի հետ համագործակցության, հարևանության կողմնակից եմ, առևտրի կողմնակից եմ, մեր ազգային եւ պետական շահերը սպասարկելու համար ընդհանուր միջև համաձայն եմ Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն, բայց թուրքը համաձայն է, թուրքը դու ուզում է, հա? Ես այդքան էլ համաձայն չէ, որ մարդը կենթանուց տարբերվում է հիշողությամբ, շատ ավելի ուրիշ նմանություններ կան եւ շատ ավելի այլ տարբերություններ կան, բայց հիշում են այ մարդ, գլուխ կա վրաները, հիշում են Թուրքիային, Օսմանյան կայսրությանը, հիշում են այդ երկրները, ինչ պոլիտիկա, այ անգրագետներ, ինչ պոլիտիկա, տեսեք ես հատուկ շշտում եմ, ես չի որ ես տենց ուղղությունով հակաթուրք եմ, չէ, ես հակաթուրք չեմ ընկեր, ես ուզում եմ ճշտով խոսանք, փաստերով խոսանք, լավ, մենք հայերս ենք մի քիչ հիվանդագին ընդունում, բա հույները ընկեր, մենք ենք մի քիչ Արցախի հարցում տեղը չենք բերում, բա Կիպրոսը ընկեր, բա Սիրիան, հալա էլի մենք ենք, էլի հայերն են գնացեք Կիպրոսում, Սիրիայում, մյուսում, թուրքերի նկատմամբ քրդերը բա ընկեր, այ հոգուտ մատաղ, մենք ենք, հայերս ենք, ենթադրենք թուրքերի նկատմամբ միջով անհասկանալի ենթադրենք, ոչ ադեկվատ զգուշավորություն ունենք, հաբա նրանք, աշկը տեսածից է վախենում, հիմա սրանք եկել են մեզ փորձում են համոզեն, որ էդի KGB-ն է, էդի ռուսներն են, եկեք ռուսներին լարենք, KGB-ի անունը ջնջենք, վсё, ուրեմն սաղս լավ տղա ենք, Հազար ներողություն գրեհկաբանության, բոզը ինչ կապ ունի, KGB-ի բոզնա թե ՑՌՈ-ի, ինչ կապ ունի, ինչ կապ ունի, թե դες թվում է լավ տղա դարակ, որ դարակ ՑՌՈ-ի գործ տվողը, գործակալը, շիստյորկեն, գործիքը, կամ չգիտեմ, բրիտանական հատուկ ծառայությունների համար, 10-ով կա տեսակ, 10-ով շիկը դարակ, հա, ձեզ թվում է դարակ լավ տղա, դուք 10-ով շիկ եք, հəbə, շարունակենք լսել, Это политика. Это грязная вещь политика. Да, она грязная вещь, потому что каждая страна следует и работает над своими интересами, и эти интересы не всегда совпадают с интересами и не должны совпадать. С интересами Турции. Каждая страна работает по собственным интересам, и это не всегда совпадает с интересами Турции. Հիմա Ալեն Սիմոնյանի ինտերեսները Турցիայի ինտերեսների հետ փիս համընկել է, փիս։ Ադրբեջանի ինտերեսների հետ մի այլ կարգի նույնն է, չկա տարբերություն։ Այս պահը մի հատ լսենք։ Над своими интересами, и эти интересы не всегда совпадают с интересами и не должны совпадать с интересами, например, Армении или Азербайджана.
Вот когда эти османы, в общем, на все... Հիմա դառնանք այն մյուս կտորին, էցի ասմանն է, հա։ Հիմա դառնանք, ես էր, մի հատ տենամ էսի որն է։ Наши эти 29 тысяч квадратов. Լսեք, կարծում սրա մասին մի լավ, մի հատ լսենք, հա։ Եթե չեք շտապում։ Почему ты меня спрашиваешь про анклавы азербайджанские? Не, я... Наши эти 29 тысяч квадратов. А почему ты меня спрашиваешь про анклавы азербайджанские? Не, я говорю, как мы будем проезжать, я не как они спрашиваю. будут проезжать в Арцвашен? А они в Арцвашен будут проезжать? Зачем мы Да, будем потому что вот я говорил о том, что мы договорились, что мы восстанавливаем границу, и решение насчет анклавов, оно будет приниматься... Там через Арцвашен не проходит такая дорога, которая проходит через Тигран? Построим. Слушай, Да? во-первых, мы должны привыкнуть к мысли, что мы должны общаться, мы не можем делать вид, что никого не существует. Я абсолютно с вами согласен. Во-вторых, всегда, это мой совет всем, по любому вопросу. Когда тебя что-то беспокоит с твоим соседом, будь уверен, что тот же вопрос беспокоит их. Когда ты говоришь, что у меня... Ասման Տիգրանաշենը ոնց ենք այդ։ Ես Տիգրանաշենի դարդը լացում։ Ասման գե Տիգրանաշենը որ տալու եք ոնց ենք է տալու։ Սկզբում ասում է բանը ոնց ենք եթում։ Էլի նորից կրկնում է այդ նույն խոսակցությունը։ Այս մարդիկ անկլավները տալու մասին բաց խոսում են։ Եվ դրա հետևանքների մասին են բաց խոսում։ Բաց խոսում են, որ անկլավների շուրջ մասնավորապես Տիգրանաշենում, Քարքիում կանգնած են ելելու ադրբեջանցի սահմանապահներ։ Այս մարդիկ էդի բացայտ ասում են, այլևս բացայտ ասում են, ֆշտիկներին չի։ Դու գնա մտածի, ՀՀ քաղաքացի, ազգ, դու գնա մտածի, քաղաքական ազգին եմ դիմում, քաղաքական ազգին, որը կարելի է էթնոսով, չգիտեմ, ֆրանկ լինի, կաթոլիկ լինի, անհավատ լինի, ուղղափառ լինի, ախրկյալակցի լինի, չգիտեմ, վրացի լինի, ղարաբաղցի լինի, լեննականցի լինի, մալական լինի, հույն լինի, չգիտեմ, հրեա լինի, չգիտեմ, քուրդ լինի, ով ուզում լինի։ Քաղաքական ազգի մասին եմ խոսում, այսինքն այն մարդկանց, ովքեր քաղաքականապես կազմակերպվել են որպես Հայաստանի Հանրապետության, որպես Արմենիայի տերեր։ Ես այդ մարդկանց եմ դիմում, ժողովուրդ։ Սրանք բացահայտ արդեն խոսում են, որ ընդ սահմանապահ կանգնած են լինելու։ Ու ասում են առանձնակի մի բաներ եք։ Իրանք էլ իրաց խնդիրներն ունեն։ Հիմա դնեմ շարունակությունը, մի կտոր մնաց, մի քիչ երկար ու կա, բայց լսեք, համբերեք։ Այսօրվա եթերը շատ երկար չի լինելու։ Ահա, որովհետև մասերի են բաժանել, մի հատ էլ թեմա ունե, եթե առանձին կներկայացնեմ։ Адвокатом обратной стороны, но я делаю это для того, чтобы мы понимали, что такой же вопрос может быть по отношению к нам. А то, что там, я знаю, там очень долгое время там были какие-то предприятия, были рудники и все такое. А могут быть к нам? В Карабахе? Да. А могут быть, это же международно. Я даже не об этом думал. Я думал о том, что жили же азербайджанцы на территории Армении. А давай вот весь этот наш разговор закончим на том пункте, что, ребята, все закончилось. Назад смотреть нельзя ни нам, ни вам, ни азербайджанской стороне, ни армянской стороне. Вот этот... То есть это нулевая точка. 8 августа. Мы стискиваем зубы и продолжаем жить. Зачем стискивать зубы? Ну потому что больно этим людям. А им не больно? Ասում են լավ ատամները սեղմած դիմանում ենք, սկսում ենք շարունակում ենք ապրել, ասում ենք եք ատամները ստեղծած, թուլացած եւ հաճույք ստանալով։ Ինչի ատամները սեղմած։ Թուլացած եւ հաճույք ստանալով։ Բառացի բարտը ասում է, հաճույք ստանալ բառը չի ասում։ Գլումովն ասում է, լսեք, հիմա մի հատ նորից այդ կտորը դնեմ էլի։ Ни азербайджанской стороне, ни армянской стороне. Вот этот... То есть это нулевая точка. 8 августа. Мы стискиваем зубы и продолжаем жить. Зачем стискивать зубы? Ну потому что больно этим людям. А им не больно? Выйди из этой планеты. Кому им? Азербайджанцам не больно? Слушай, ну я за Арцах... Լուսի, դերես ինչ ասում, ասում ադրբեջանցիների ցավը չի, ադրբեջանցիների դարդն է լացում, իրանց ձեռով 5000 տղա, 5000 ոսկի ջահել,
գլուխները դրել են, այսօր այդ մարդկանց մորը Մալաթիա Սեբաստիա համայնքում ոստիկաններով ու մի հատ կինել հետները կար։ Բլոկ են անում, ձեռները մտնում են, տանում են, որ սև սիրտը տարել էր Նիկոլին ցույց տար։ Հանգամանքների բերումով ես գիտեմ այդ կնոջ ճանաչում։ Կնոջը բլոկադա են անում, որ Նիկոլին չմոտենա, հարց չտա իրա բողոքը չասի, բայց իմնի բոլնը կենտրոններ, այդ Գագիկ Ծառուկյանի տունը սարի վրա, որ ուզում եք խլեք ադրբեջանցիներին հոգեբանական աջակցության կենտրոն սարքեք, որ տրավմա տարած ադրբեջանցիները գան եւ այնտեղ մխիթարվեն, նրանք մխիթարվել են, նրանք իրանց բոլոր ցավերին մխիթարություն գտել են 20 թվականի հաղթանակով, 22 թվականի ոչերագործությունները թույլ տալով եւ անպատիժ մնալով, 23 թվականին Արցախը տեղահան անելով։ Նրանք մխիթարվել են։ Դու քո արած կերած բողջերի պատասխանը տուր, պարոն Սիմոնյան, պարոն քաղաքական եւ բարոյական իմբեցիլ, դու քո կերած բողջերի պատասխանը տուր։ Այմնի բոլնը, հələ լսեք շարունակությունը, թազա բանա փիլիսոփայա ճավ է, հոգեբանա ճավ է, ադրբեջանցիների ցավերն ամոքող, հկը կբացեն հեսա, ԿՊԻ կողը մի հատ էլ հասարակական կազմակերպություն են հեսա բացելու բանը, պատերազմի հետևանքով տուժած ադրբեջանցիների մորմոքը մեղմելու ուղղությամբ ու բոլ գրանտներ կստանան, համ Ալիևից, համ նավթադոլարներից, համ արևմուտքից, բոլ կստանան, Թուրքիայից նույնիսկ կարան գրանտներ ստանան, գործա, ինչ վատ գործա, աղբեր։ Լսի։ Не больно? Слушай, ну я за Арцах больно? Слушай, они считают, что 30 лет мы оккупировали 20... Հարցնում ասում ես Արցախից համար ցավում ես, ցավ չկա Արցախում, ասում ադրբեջանցիներն մտածում որ 30 տարիա մենք ենք իրանց նեղացրել։ И более процентов... Ну, я думаю, что за Агдам может быть больно, за Физули, а за Арцах что больно? Они там жили в Арцахе? Конечно, жили. А ты думаешь, там жили только армяне? Ну, большинство было армян, 70 с чем-то процентов. Ну, не большинство. Ну, пускай возвращаются эти 30%, они же не возвращаются. Я не понимаю, я реально тебя не понимаю. Նա ինչ ասաց, ասում ախպեր, այդ 30%-ը եթազենք, 30%-ը չի անում, 20%-ը եղել են, իդեպ էդ էլ ուրիշ քաղաքականությունն է, վերաբնակեցման քաղաքականությունն է իրականացրել Ադրբեջանը, մասնավորապես Մսխեթի թուրքերով, եթե չեմ սխալվում Մսխեթից, երկվորներով բնակեցրել է, որպեսզի Խոջալուն հենց այդպիսի դրվագ է եղել։ Լավ, մի խոսքով, հենց այդպիսի բնակիչներով բնակեցված է եղել։ Հիմա ասում են कि լավ, ադրբեջանցին ապրել, հենա դեռ խոհան հիմա ապրել։ Հիմա խո Ալիևի վերահսկողության տակ, ադրբեջանական բանակի վերահսկողության տակ թողեն ապրել։ Նա ինչ ասում, եթե ցավ ունեն այդ մարդիկ, կարոտ, կսկից, կորուստ, թողեն ապրեն։ Հիմա նա ինչա պատասխանում։ Նայ, ես անիմաստ չեմ վիրավորական բառերով բնորոշում, լսեք։ Նա ինչա պատասխանում։ Մի հատ դնեմ նորից ուշադիր, էլի ես գանձ, այս նյութերը գանձ են, բացահայտման, թե բոլորը գիտեն, բայց դուք սրանց աստիճանը, խորությունը, անմեղսունակության հասնող խորությունը։ Իսկ դա իրականում անմեղսունակություն չի, դա ծրագիր է։ Ծրագիր, որը իրականացնում են։ Իրանց գժիտեր դրած վանքերը ուտելու, վանքի հավերն ուտելու ծրագիրը։ Было армян, 70 с чем-то процентов. Ну, пускай возвращаются эти 30%, они же не возвращаются. Я не понимаю, я реально тебя не понимаю, потому что я считаю, что то, что ты делаешь, противоречит тому, что ты говоришь. То есть ты одновременно говоришь о том, что, ну да, мы должны жить и все такое, а одновременно у тебя все время какие-то претензии. Это неправильно, понимаешь? Потому что у них с точностью да наоборот такие же претензии. Պսիխոթերապիա անում, գլումովը իր պացիենտն է, հիվանդ է, էլի գլխից հիվանդ է գլումովը։
ինքը չի հասկանում։ Չի հասկանում, գլումով դեսի չերա դուց տալի այ մարդ։ Չի հասկանում։ Բերանս բացեմ գիտես ինչ բառեր կասեմ էսի։ Սա ամբարո է ուղղակի։ Նույնիսկ տղամարդուն տեստոստերոն հորմոն արտադրող օրգանիզմին սա անթույլատրելի է, սենց կեցվածք ընդունելը։ Անթույլատրելի է։ Такие же претензии, я тебе говорю, так же, как погибло очень много наших ребят, погибло азербайджанцев. Мать, она с двух сторон, она мать. С этим я не спорю. Но А почему ты споришь? Почему ты споришь в территориальном смысле? Не-не-не, я про территорию тоже не говорю. О чем? Я говорю о том, что эти люди потеряли, и им никто ничего не компенсирует. А то, что они люди, которые жили в тех же, допустим, Так. анклавах, они ничего не потеряли? Վանկլավը, տեսար, նայ ոնց եկավ լեզուն եկավ իրան կայնավ էլի անկլավների վրա։ Անկլավները լքած մարդկանց դարդն ալացում։ Բայց անկլավի ժողովուրդը они ничего не потеряли։ Потеряли еще քո նման էշի քուրակ потеряли։ Քո նման Ալիևի պես ղեկավարին Նաշլի այ քո նման իշու ցակին կորցրել են, չեն գտել։ Դժբախտություն է իրանց համար։ Մենք էլ տենց գիտես մոմ ենք վառում։ Ну давайте мы вернем им то, что они потеряли 30 тысяч, они нам вернут за 100 тысяч. А Где? мы можем? Я не знаю. А зачем ты все время вводишь разговор в ту фазу, где нужно заново договариваться? Вы же политик, я вас спрашиваю. Я хочу вас спросить, что сегодня большинство, ну, за редчайшим исключением, наверное, в Турции уверены, что геноцида не было, и что, в общем-то, это армяне, наоборот, виноваты в том, что они решили стать... И что мы будем с этим делать? Не мы. Сейчас там какие-то процессы не признал то, что был геноцид армян. Но Турция не признала. Теперь мы им говорим... Мы не можем этого сделать. Почему? Потому что мы слабые. Что значит мы слабые? Ну, где твоя гордость армянская? Я не могу понять. У меня нет этой гордости армянской. Я понимаю, что мы слабые, я понимаю... Ասեմ где армянская гордость. Армянская гордость մնաց Արցախում։ Մնաց Արցախի խրամատներում։ Մնաց այդ 5000 տղու արյան ու տված հոգու տակ։ Այն դե մնաց армянская гордость։ Այդ հիմա որ հեգնանքով է, где твоя армянская гордость։ Չկա армянская гордость, ապեր։ Մաման լացացրեք ցելեք միան։ Չկա армянская гордость։ Ու երբ որ մի կին էլ անհետ կորացի քույր ասում է դու փորձում ես կզսնել մեզ, մեր ողջ ազգին, ու մենք տենց էլ չենք կզում, ասում է կզսնեմ, են էլ ոնց կզսնեմ, հետո խոսքը փոխում է տանում է Քոչարյան Մոչարյանի վրա, չկա армянская гордость, ինչով հպարտանանք, ինչներիս վրա հպարտանանք, որ մեղրի միջանցք ենք տալիս, չերեզ ամերիկացիներ, այսինքն որ ռուսի բոզերը դարել են ՑՌՈ-ի բոզ, արդեն հպարտանալու բան է, հա? Հա? Ախր մենք ճշտով ենք ապրում, մենք ինչի վրա հպարտանանք։ Դուք գիտեմ ինչի վրա հպարտանանք։ KGB-ի շիստյորկեներիք դարել եք բանը, անգլիացիների, ամերիկացիների, Իսրայելի, Ադրբեջանի շիստյորկեն։ Դուք դրանով հպարտանում եք, որ էլ KGB-ի շիստյորկեն չեք, դա էլ հարց է։ Բա մենք ինչի վրա ուրախանանք, որ սենց տնից շիստորկա չենք եղել։ Մեր պեսներ ինչի վրա ուրախանան։ Արտուր Օսիպյանը ինչի վրա ուրախանա, 14-րդ օրն է հացադուլի։ Մենք ինչի վրա ուրախանանք, ընկեր, մենք ինչի վրա հպարտանանք, որ քո նման դարմայեդ ունենք,
գերագույն իշխանությունում, ինչի վրա ուրախանանք։ Լավ։ Տնամել ինչ կա։ Ես ինձ լսեցի ոնց է։ Адвокатом обратной стороны. Էսի լսեցինք։ Հիմա մի քանի բան ասեմ, ասացի ես որ երկար չեմ խոսելու, բայց հատկապես հա, ինչ կապ ունի, չէ, մի րոպե, կարևոր բան կա։ Հիմա փախստականների հարցը ինչ կապ ունի, փախստականների վերադարձի հարցը։ Ուրեմն անկլավները, մինիմում անկլավները, մարդիկ արդեն բարձ խոստովանում են, որ էդի տալու են, ու մենք անցնելու ենք անկլավներով ադրբեջանցի սահմանապահների կողքով, միջով, մխիթարվելով այն մտքով, որ նրանց հույսով, համոզմունքով մարդ կարելի մոր արև երթում կուտի, որ նրանց ավտոմատների ինքնաձիգերի պահեստատուփերը դատարկեն։ Սիմվոլիկ մագազինը դրելա վրեն։ Ահա։ Էսա մարդիկ պարզ խոստովանում են։ Ժողովուրդ ջան, մինիմում այդ անկլավների մասով, որի ոչ մի իրավական հիմք չկա, եթե ուշեք միացես, սկսեք հաղորդումը սկզբից նայել, մինիմում մտեղ վերադարձ լինելու է, վերադառնալու է։ Դու ես հսկելու քյարքի իշքան մարդ են բերելու բնակեցնեն։ Ինչ ուզեն կսարքեն, ռազմաբազա սարքեն, այդ ռազմաբազայի չափ կբնակեցնեն։ Մի հատ քաղաք սարքեն վրեն, չգիտեմ, 20 հատ բարձրահարկ շենք, դուք լավ գիտեք Երևանում ոնց է ճխտում սենց բարձրահարկեր իրար վրա։ Ուզենան ասենք, մի հատ թաղամաս կսարքեն հսկայական, մի քանի տասնյակ հազար բնակիչով։ Մենակ քյարքիում, այդ տարածքում, ինչ ուզեն կանեն։ Նույնը Տաուշի մարզի անկլավները, այսպես կոչված անկլավները։ Ինչ ուզեն կանեն, ինչքան մարդ ուզենան կբնակեցնեն։ Սինգապուրը, մի հատ, երևի այդքան տարածքի վրա է, հա։ Այդ Սինգապուր միլիոններով, այդքան տարածքի վրա է։ Մտներին տեղել, փողին էլ փող չեն ասում, նավթ ունեն էլ դուսուս, նավթա դոլարներ ունեն էլ դուսուս։ Այդքանը փաստ կարելի է հիմնավորել, որը թե գալու են, ու ինչ թիվ ուզեն այդքան թիվ բերելու են։ Կարող ասես այդ անգլավներում այսքան մարդ մի բեր։ Երկրորդ, այդ սահմանապահները եւ այլն կապ պահելու են բուն մայր Ադրբեջանի հետ։ Մեղրի Միջանցքի տրամաբանությամբ։ Ասենք եթե կտակ ամերիկացիներին, ամերիկացիները մի քանի հատ ճամփա կտալեն Հայաստանի միջով արդեն, որ էլի գնացող գալացողը Հայաստանցու հայի երես չտենա։ Էսի նախ հնարավոր է։ Հիմա թող մի ողջամիտ մեկը ասի, որ հնարավոր չի։ Անգլավների պոստուլատը ապացուցեցի, չէ, ցույց տվեցի, չէ, պոստուլատը ըստ էության կարելի է չապացուցել, աքսիոմատիկ ճշմարտություն որպես ընդունել։ Անգլավների հարցը տեսանք։ Հիմա կարան այդ անգլավներում բերեն։ Սա մեկ։ Սահմանագծում, սահմանազատում եւ սահմանագծում։ Այդ գործընթացի ժամանակ, երբ որ անցնեն Վարդենիսով, կարան ասեն չենք անում, միջև գյուղերը չվերաբնակեցնենք։ Կարան իրանց մոտ հավաքեն մի 50,000 հոգի, ասեն այս մարդիկ փախստական են, Հայաստանից փախած եւ միջև հիմա փախստական են։ Իրականում իրանք չունեն, նախ Հայաստանում ապրելա 80 քանի հազար ազերի, ըստ ազերի, տեսքի եմ շեշտում ազերի, որտեվ կարող է վաղը այդ մարդը գա Հայաստանի քաղաքացի դառնա, մեծ սիրով ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Ես այդ տարբերակը չեմ բացառում։ Դեմ ասում ազերի, չեմ ասում ադրբեջանցի։ Ադրբեջանից գա կամ չգիտեմ Թուրքիայից գա, մարդ ես, չեմ բացառում։ Ինչ ասես կարա լինի, բայց զանգվածային եկեք մտածենք։ Կարա թղթերը սարքեն բերեն ասեն սենց չի նենց։ Եթե զորեցին ասեցին մինչև չգան, մի խոսքով թե չէ պատերազմը լինելու, ինչ անելու Նիկոլան։ Հələ եկեք մի հատ այս հարցին պատասխանեք։ Նիկոլ Փաշինյանը ինչա ասելու կամ ինչա անելու, եթե Ալիևն ասեց մինչև չգան, չի լինի, թե չէ խաղաղության պայմանագիր չեմ ստորագրի, թե չէ պատերազմ կանեմ, թե չէ կկրակեմ, ինչ ես անելու։ Գնալու է Թրամփին խնդրի ասի, արի տեր կանգնի։ Նրանք էլ Թրամփին ասում են, Թրամփ ջան, քու խաթրել, մի քիչ են կոռուպցիա են տալի, նվերներ են տալի, բան են խոստանում։ Ոնց որ այդ Զանգեզուրի Միջանցքի մասով խոսացին, որ ամերիկյան նավթային ընկերությունները մտնելու են Ադրբեջան եւ լուրջ փայատիրական գործունեություն իրականացնել։
Խոսացին, պայմանագրերը կապեցին։ Իսկ միջև Նիկոլին ընդ այդ ստորագրել կտային, Նիկոլն էլ ինչպես Ալենն է ասում, կթուլանար։ Ինչի ատամները կրճտացնելով, կթուլանար հաճույք ստանալով այդ ամեն ինչը կանի։ Մարդիկ պայմանագրեր կապեցին։ Նույն ձևի չի կարա մի հատ պայմանագիր կապի, ասի այդ անկլավների մոմենտով էլ դու պետք է կոնտրոլ անես, մենք գնանք գանք։ Կամ ռուսին կասի, դու ռուս ջան, կոնտրոլ արա, մենք գնանք գանք։ Կամ Եփրեմ կասի, ես պետք է կոնտրոլ անեմ, գնամ գամ։ Կարա անի, ինչի չի կարա անի։ Ինչ ասելու Նիկոլականը, ով չի ուզում պատերազմի համար, պատերազմի մասնակցի, ով չի ուզում վիրավորվի, զոհվի, ով չի ուզում արուն լինի, ինչ ասելու։ Ասելու արի, ուրիշ ինչ պատասխան ունի տալու։ Մուֆտը ջի ազգային էությամբ, էլի ասեն ժողովրդական հայը, ինչ պետք է ասի։ Մուֆտը ջի, պետք է ասի արի։ Ուրիշ ինչ պետք է ասի։ Սա էլ է իրատեսական։ Հիմա գանք օրենքի կողմից, միջազգային իրավունքի կողմից։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ժողովուրդ ջան։ Մարդիկ այդ ովքեր որ Հայաստան, նախ սովետական միության բոլոր քաղաքացիները սովետական միության քաղաքացիներ էին։ Եվ անկախ պետություններում արդեն բոլոր քաղաքացիները ամեն մեկը իր երկրում ստացել է քաղաքացիություն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր Հայաստանից գնացել են, այդ մարդիկ դարձել են Ադրբեջանի քաղաքացի։ Եվ այստեղ մեծամասամբ այդ մարդիկ իրանց տունը տեղը ծախել, փոխանակի գնացել են։ Այստեղից գնացածներից 4 անգամ ավելի շատ մարդ Ադրբեջանից հայ փախել է, փախ է եղել։ Կոտորվելով, ծեծվելով հատուկ են միգուցե տուն են հասցրել, ծախել կամ փոխանակել։ Բայց փախ, տնավեր, բնավեր, եկել են Հայաստան, գնացել են Ռուսաստան, գնացել են Միջին Ասիա, մի խոսքով, ծրվել են։ Հիմա այդ մարդիկ էլ ստեղ, օրինակ, Վիլեն Գաբրիելյանը, Նիկոլի պատգամավորներից։ Վիլենը Բաքվում է ծնվել։ Բայց նա Հայաստանի քաղաքացի, փախստական չի։ Քանի փախստական գիտեք, որ Բաքվից եկել է, ու Հայաստանում քաղաքացի չի։ Նույն ձևի Ադրբեջան գնացածները փախստական չեն, քաղաքացի են, բայց Ալիևը այնտեղ հատուկ լագերներում բանում, կոնտինգենտ ունի պահած ճնշման համար։ Ավելին ես ձեզ ասեմ, մի հատ չգիտեմ, այս թեմաներից գիտեք թե չէ, միջազգային դատարանի, մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ կան, կարելի է համարել նախադեպային վճիռներ, ես բացել եմ այդ թեմաները, հիմա դա ցույց տամ։ Չիրագովն ընդդեմ Հայաստանի եւ Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի։ Այս ինչ գործերի մասին է, կարաք բացեք ինտերնետում գտնեք, կարդաք մի խոսքով։ Հետաքրքիր է, որ ստե բացում եմ լեզուների մեջ, ուրեմն ուկրաինականը կա, բայց հայկականը չկա, հետաքրքիր է, էլի, բայց սա շատ լուրջ գործեր են, մի այդ վճիռներ են, 15 թվականին կայացված ու նույն օրը հրապարակված։ Սրանք ինչի մասին են։ Չիրագովը լաչինի քուրդ է, ով դատի է տալիս միեդում Հայաստանին, որ իր գույքը խլված է, ինքը չի կարող վերադառնալ իր տուն, ու Հայաստանը պետք է փոխհատուցում տա։ Դատարանը միեդը ճանաչում է, որ Հայաստանը մեղավոր է։ Այդ մարդը ճիշտ է ասում, պետք է փոխհատուցում ստանա։ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի համանման գործ է, որտեղ Սարգսյանը հայ է, Շահումյանի շրջանից, եւ նա էլ դատարանա դիմե, նորից մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ասում է, որ Ադրբեջանը ինձ բնավեր տնավեր է արել, ընդել են փոխհատուցում որոշում, իդեպ 5000 եվրո 15 թվականի դրությամբ փոխհատուցում են որոշում, դատարանը այդպես է, Ադրբեջանը պետք է տա եւ 30000 եվրո էլ իրավաբանական ծախսեր։ Այսինքն տնից տեղից կտրվել բնավերելն է 5000 եվրո, բայց դա էլի դա իրավունքի վերականգնում է, աշխարհի կողմից իրավունքի ճանաչում է։ Եվ իրավաբանական ծախսերի համար 30000 եվրո։ Ադրբեջանը որքան որ գիտեմ, կարելի է հոդվածը միջև վերջ կարդալ, միջև վերջ չեմ կարդացել։ Վճիրն է ասում, բայց վերջը չի ասում։ Մի խոսքով դա էական չի։ Ադրբեջանը շան գիտեմ չի փոխհատուցել այդ վնասը։ Հիմա նայեք։ Բայց երկու դեպքում էլ խոսք է գնում
թեև գնում է հայի եւ քուրդի կամ ադրբեջանցու էական չի, հայ եւ ադրբեջանցու մասին, բայց մեկը Լաչինի բնակիչ, մեկը Շահումյանի բնակիչ։ Հայաստանից գնացած ազերիների հետ կապած նման որոշում չկա։ Որքան ինձ է հայտնի, որքան ես եմ ուսումնասիրել, փնտրել։ Չկա նման որոշում, որ դատարանը Հայաստանին պարտադրի, որ Հայաստանից գնաց, Ղափանից, Արարատի շրջանից, մյուսից գնացած ադրբեջանցու, որտեղ նրանք գնացել են ընդ, տունտեղ են հայերից խլած տները, հայերի թողած տները, անտեր, գնաց հետո վերցել է ապրել են։ Եվ մեկին 4, մեկին 5 տարբեր տեղեր, տարբեր պրոպորցիայով։ Հայերը եւ ադրբեջանցիները, այսինքն, եթե մի հոգիստեղ հիմնականում փոխանակել են կամ ծախել են կամ բան են արել։ Բայց եթե նույնիսկ փախ են եղել, այսինքն մի հատ տուն աստեք կորցրել են, դե 3-4 հատ կվարձիրա դատարկ սպասում է իրան։ Հասկացաք։ Եվ նման որոշում չկա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ Ալենը իհարկե, բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է հավասարեցնի ստեղից գնացածներին եւ ընդեղից փախած հայերին։ Փորձում է նույնացնի։ Այն դեպքում, երբ որ միջազգային դատարանը նույնացրել է Շահումյանից ու Լաչինից փախածներին։ Լաչինից եւ Շահումյանի շրջանից տունուտեղ կորցրածներին, բայց ոչ Հայաստանի Հանրապետության տարածքից գնացածներին։ Սա ինչ որ բան ձեզ հուշում է, ինչ որ բան ի մասին ասում է, եւ այսօր հիմա էլ արցախցիների հետ կապված է։ Ուստի շատ լուրջ հարց կա, ուշադիր, շատ լուրջ։ Ընդհանրապես միջազգային դատարանը, երբ որ մեկը գնում իր թղթերը տանում, ասում է, ես Հայաստանի դեմ բողոք ունեմ, ասում է, որտեղ ես ապրում, ասում է, Բաքվում, ասում է, քանի տարի ապրում ես։ Ոնց դες 30 տարի կլինի կամ չգիտեմ, 28 տարի ապրում եմ, 26 տարի ապրում եմ։ Ասում է, ապրես։ Դու ունդ էի քաղաքացի ես փաստացի։ Դու չես եկել Հայաստանի դեմ բողոք ներկայացնում։ Մանավանդ Հայաստանն էլ Ադրբեջանն էլ այդ կոնվենցիաները ստորագրել են։ Եվրախորհրդի կազմ մտել են, Եվրախորհրդի, ոչ թե Եվրամիության։ Եվրախորհրդի կազմ մտել են անկախացումից ինչքան 98 թվին, որ թվին են մտել։ Եթե չեմ սխալվում, որ թվին են մտել։ Ահագին ժամանակ անց։ Այսինքն այդ դեպքերը, օրինակ ինչի է Շահումյանցու եւ Լաչինի բնակչի դատը քննում, որտեղ այդ մարդիկ ռազմական դրության, ռազմական գործողությունների տերիտորիայում հարցեր ունեն։ Բայց այդ դրանից դուրս միջազգային դատարանը բավականին բծախնդիր է մոտենում եւ ասում է, քեզ փախստականի տեղ մի դիր։ Գնա դու Ադրբեջանի քաղաքացի ես։ Եղել ես Սովետական միության քաղաքացի, դարձել ես անկախ Ադրբեջանի քաղաքացի։ Հայաստանի Հանրապետությանը ես ինչ պատասխանատվության կանչեմ։ Ինչ արե։ Ինչ արե։ Ուզում ես գնաս Հայաստան ապրես, գնա։ Գնա քեզ ով է բան ասե։ Գնա իրանց օրենքներով, կարգով, քո որտեղ որ ապրում ես, այդից հրաժարվի գնա ընդ, եթե ուզում ես գնա։ Համենայն դեպս դա նույն բանը չի, ուզում եմ ասեմ, այն որ Նիկոլ Փաշինյանը փորձում է նույնացնի, հավասարեցնի, դա նույնը չի։ Արցախահայությանը դա թարմ հենց հիմա եղած ջարդի բռնի տեղահանության արդյունք է, պրիտոմ մարդկանց, ովքեր երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի քաղաքացի, երբեք չեն քվեարկել անկախ Ադրբեջանի նախագահական կամ տեղական ինքնակառավարման ընտրություններում, երբեք թոշակ չեն ստացել անկախ Ադրբեջանից, երբեք սոցիալական ապահովություն չեն ստացել, հակառակը ռմբակոծվել են, բռնության են ենթարկվել եւ այլ։ Այսինքն այդ մարդիկ փաստացի իրանց հողի տան Արցախի Լեռնային Ղարաբաղի տերն են եւ Ադրբեջանինը չեն։ Անձնագրերն էլ հայկական անձնագրեր հատուկ կոդով, որը ճամփորդական է, որը ճանաչել են ճամփորդական անձնագիր հատուկ կոդով։ Այդ մարդիկ ուղղնուցուցով փախստական են։ Եվ այդ մարդիկ վերադարձի իրավունք ունեն ըստ միջազգային օրենքի եւ մի այդ լիքը նախադեպային որոշումների։ Չնայած նախադեպային որոշումը մի հատ ալում, թե մի քանի հատ ալում, իրավաբանները կասեն։ Լիքը մի այդ որոշումների ըստ այդ որոշումների։ Այս մարդիկ Արցախահայությունը վերադարձի լիարժեք իրավունք ունի։ Ոչ մի ադրբեջանցի չունի այդ իրավունքը։ Եթե ադրբեջանցիները ինչպես Գլումովն է հարցնում, Ջաբրայիլից են փախել, թող վերադառնան Ջաբրայիլ։ Լաչինից Քելբաջարից են փախել, թող վերադառնան Լաչին Քելբաջար։ Բայց Արցախցին ուր վերադառնա։
Ոնց վերադառնա։ Սրանք նույնը չեն ու ԿՊ-ն այսօր ամեն ինչ անում է սա նույնացնելու ու սա պետք է միմիայն Ալիևին, Թուրքիային։ Սա իրանց է պետք։ Միմիայն չէ, առաջի հերթին իրանց է պետք։ Հիմա տեսեք Նիկոլը ինձ զակազա անում։ Արցախցիներին ուշադիր, այսքան հատվածը գոնե րոպեով նայեք էսի այս տեսանյութի, որ րոպեներն է, ուղարկեք բոլոր արցախցիներին։ Արցախցիներին, որպիսի կոդրի, փչացնի Ադրբեջանի համար սարքի անվնաս, անիրավունք, անպահանջ ժողովուրդ, ասում արի դարի Հայաստանի քաղաքացի, խաբս տալով։ Հիմա ես եմ արցախցի, ախպերս ուզում եմ Հայաստանի, ես ցենտրից գիտեի ես Հայաստանի քաղաքացի, հիմա ուզում եմ Հայաստանի քաղաքացի, առանց իմանալու, առանց հասկանալու, որ ընդ Ալիևը բլոկնոտ արե մի հատ էլա մինուս դնում, ասում հա, այս դրա հարցերն էլ լուծեցինք։ Ով սենց Ալիևը ընդից չեք պատկերացնում, էսի միլիոնավոր, միլիարդավոր, տրիլիոնավոր դոլարների բազար է։ Ով ստեղ կարում է Ղարաբաղցուն համոզի, որ Ղարաբաղցին հրաժարվի բանը Արցախի քաղաքացիությունից ընդունի Հայաստանի քաղաքացիություն, նա Ալիևի համար գիտես մի հատ ինչ է սարքում։ Վերջ գոյություն չունի այլև այն Ղարաբաղցին, որը իրավունք ունի միջազգային դատարանում։ Իսկ եթե Արցախցին չընդունեց ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի ոչ մի տեղի քաղաքացիություն, պահեց այդ փախստականի կարգավիճակը, ուրեմն իմացեք 1000 տարի էլ անցնի, նա իրավունք ունի Ադրբեջանից պահանջ ներկայացնելու։ Նա այդ իրավունքն ունի։ Հասկացաք ինչ անում այսօր Նիկոլը։ Ասում է կդառնաս Հայաստանի քաղաքացի, այս նպաստը կտամ, այս աջակցությունը կտամ, տունը կսարքեմ։ Արա սուտ եք ասում, դա Ալիևն է տալի։ Ու եթե դու ասենք թե Արցախցուն տալիս եք ենթադրենք $30,000, Ալիևը ձեզ $130,000 է տալի։ Ամեն արցախցու համար, ում դուք կհամոզեք, որ ինքը հրաժարվի Արցախի անձնագրից ու ընդունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այդ դուք 100,000 այդ Ալիևի տվածից դնում եք ջեբները, 30,000 տալիս եք Ղարաբաղցուն։ Իմացաք ինչի է Արթուր Օսիպյանը հիմա կալանքի տակ։ Իմացաք ինչի է Ղարաբաղցուն ասում դու քիչ ես զոհվե։ Այդ ինքը չի ասում, այդ Ալիևն է ասում։ Ինքը ուղղակի դևի նյութական մարմնական դրսևորումն է։ Ու այս ամբողջ բազարը, որ հեսա կգանք Ալիևը, որ գցել է 300,000 բան, որ Նիկոլը լեզու ունենա, արցախցիներն ասի մոռացեք վերադարձի իրավունքի մասին, ոչ մի ադրբեջանցի վերադարձի իրավունք չունի, եթե նույնիսկ ունեն մատների վրա հաշված ադրբեջանցիներ, բարով գան, հարց չկա։ Ես ասում եմ, եկեք ախպեր, եկեք ընդունեք հայկական դրոշը, երթուն կերեք հայկական դրոշի առաջ, ծառայեք հայկական զինված ուժերում, Հայաստանի բյուջեում վճարումներ արեք, ձեր ցավն էլ տանեմ, եկեք ապրեք, շենացրեք Հայաստանը, ձեր կյանքն հունի մեջ գցեք։ Հարց չկա, բայց դրանք մատների վրա հաշված մարդիկ են։ Իսկ Արցախահայությունը 100,000-ից ավել։ Նիկոլի ձեռամբ այսօր Ալիևի ենթադրում են ֆինանսավորմամբ եւ ոչ միայն Ալիև, ինչի մենակ Ալիև, այնքան Թուրքիայի։ Այսօր Ղարաբաղցիներին հատ ոչնչացնում են որպես Ղարաբաղցի, որպես Արցախցի։ Պասպորտը տուր ասում է, ես քեզ դրա համար Հայաստանի պասպորտ կտամ, որն էլ ահագին փող դրած։ Այնինչ, հիմա դիմում եմ այն ընդդիմությանը, որը վաղը գալու է իշխանության, դառնալու է իշխանություն։ Այս հարցը կատեգորիկ պետքա կանգնացնել։ Կատեգորիկ։ Այս քարոզը պետքա տալ ավելին, այն արցախցիները, այն ղարաբաղցիները, ովքեր անձնագիրը պահում են եւ չեն տալի, չեն դառնում Ռուսաստանի քաղաքացի, չեն դառնում։ Մի բան էլ պրեմիա պետք է ստանան, մենակ դրա համար, որ այդ պասպորտը ու այդ իրավունքը պահում են, իրանց ու իրանց երեխեքի վրա։ Այդ փախստականի կարգավիճակը, փախստականը չեն կապուտ անձնագրով Ղարաբաղցի են։ Ղարաբաղցի են։ Բայց աշխարհի համար փախստական։ Ընդունենք Հայաստանցի են։ Բայց աշխարհի համար փախստական։
Այսինքն ոչ թե փախստական, այլ վերադարձի իրավատերն են, վերադարձի պահանջատերն են։ Իրանք այն հայերն են, ովքեր վերադարձի պահանջատիրության մարմնավորում են, կենթանի վկայություն են վերադարձի պահանջատիրության։ Ինչի դեմ հենց այս քարոզարշավին իր ամբողջ հոգով, ամբողջ մտածմունքով, ամբողջ կարողությամբ պայքարում է Նիկոլ Փաշինյանը ու նիկոլականները։ Էս էլ սենց հարազատներս, եթե վերադարձի իրավունք կա, ապա միմիայն արցախցիների վերադարձի։ Նույնիսկ բաքվեցիների, կիրովաբադցիների վերադարձի հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից, որքան ես եմ հասցրել ուսումնասիրել, գցել, բռնել, նայել, ChatGPT-ի հետ, ChatGPT չէ, Gemini-ի հետ եմ խոսում, Google-ի AI-ի հետ եմ խոսում։ Վիկիպեդիայով ծանոթանալ, մի քանի բաներ նյութերուս, ինչքանով ես եմ հասցրել ուսումնասիրել, էսի սենց է։ Հիմա անցնենք շատ չի երկարացնել, թե երկարացնում եմ։ Շատ եմ ճիշտ է, տես Ատլասը Չալաբյան ասում է, որ ախր դեպքում շատ աջակցություններից զրկվում են։ Հակառակ օրենքը պետք է լինի, ովքեր պահում են պահանջատիրության անձնագիրը, այդ անձնագիրը Արցախի Ղարաբաղի կոդով, այդ պահանջատիրության տես արտակն ինչ ասում է, ինքնաթիռի վրա վթարի դեպքում ավիաընկերությանը ավելի շահավետ է զոհվածների փոխհատուցումը։ Այսինքն որ վիրավորվում են, նրանց բուժման ծախսերը ամբողջ կյանքում թոշակ եւ այլն ավելի թանկ է նստում, քան եթե մարդը մեռած լինի։ Հասկացաք։ Հիմա դրա համար ասում խիչ եք զոհվել։ Հիմա օրենքը պետք է փոխվի։ Ես դիմում եմ ընդդիմությանը։ Դե բոլորին դեմը գիտեք, բոլորին դեմը 100 օրով դուրս է գալի, բայց այն ավելի երկարա ժամկետ ծրագրեր ունեցողները։ Վաղը էսի մտցրեք ծրագրի մեջ։ Հավելացրեք, ավելացրեք ձեր ծրագրերը։ Գոռոզություն մի արեք, մեծամտություն մի արեք։ Յանի տիպը կամ մենք էդի սենց տենենց ունեինք, սկսեք թմկարել այդ հարցը, որ պահանջատիրության անձնագիրը ով պահում է, նրան ավելի մեծ լգոտաներ են հասնում, ավելի մեծ աջակցություն, ավելի մեծ հնարավորություններ եւ արտոնություններ են հասնում, քան են Արցախի քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են այդ քաղաքացիությունից, ընդունում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Ռուսաստանի քաղաքացիություն կամ ցանկացած երկրի քաղաքացիություն։ Էդի հետագայում դիվանագիտություն որ ասում ենք, էդի հետագայում, այսպես են դիվանագիտություն անում։ Մեսից են, բա հիմա ինչ է փախստականներ են գալու, իրավունքը չունեն, բա ո՞նց են գալու, մեկ զորով, իրանց է շիտեղ դրած, զորով, ինչ միջազգային դատարան, ինչ բան ախպեր, գալիս ենք, չէ պատերազմ կլինի, Նիկոլն ինչ ասելու է ժամանակ, ասելու է ես արցախցիների հարցը լուծել եմ, ասել են լավ ես արել, կարել չլուծեիր, երի եմ պահանջ դնելու, Ղարաբաղը պոլի տվե, այդ գրաված շրջանները տվե, ամբողջ Արցախը տրե, բնակչությանը հանե, Զանգեզուրի միջանցքը տվե, սա ինչ ուզեն են տվել է։ Սահմանադրությունը մոր արևով երթվում է, որ փոխելու է։ Այսօր կներեք էլի, որ սենց այ ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար։ Ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար։ Հա մի խոսքով երթվածել է։ Էշի, քերու էշի անունով երթվածել է, որ բանը Սահմանադրությունը փոխելու է, հռչակագրի դրույթները հանելու է, չնայած գիտեք, որ այդ հռչակագրի հետ այնքան էլ հաշ չեմ։ Բայց հիմա ոնց որ եկել է ինա դնելու վախտը, էլի, դրա համար ցած խոսում եմ, կոնկրետ հռչակագրի մասով։ Եվ մի հատ դրույթ կա, որտեղ ադրբեջանցիները կարան սարքեն եւ վերադառնան Հայաստան։ Հիմա պինդ բռնվեք, հարգելի արևմտա մետեր։ Գուրգեն Սիմոնյան ջան, Անտինյան ջան, Արման Բաբաջանյան, Պետրոսի հետ հարցազրույցը էի լսում, էդ ինչ ձև ես ճմլվում, էդ ինչ ձև ես ճմլվում, էդ ոնց ես ճմրթվում, էդ ինչ կարգի ստեր ես ասում։ Էլով կա, Շիրինյան Զեմլյակս, էլով կա, Արամ Սարգսյան։ Հիմա լսեք, Եվրամիությունը ունի միգրացիոն սեփական քաղաքականություն։ Եթե Հայաստանի Հանրապետությունը մտնում է Եվրամիության կազմ, Հայաստանի Հանրապետության համար պարտադիր գործում են միգրացիոն այն սկզբունքները,
ապաստարանի տրամադրման են սկզբունքները, որ գործում է ամբողջ Եվրամիության համար։ Դրանք առանձին օրենքներով կարգավորված են ամբողջ Եվրամիության համար։ Եվ ինչա նշանակում։ Եթե անկլավներից Նիկոլիս արևին երևացող անկլավներից կամ սահմանից ադրբեջանցին փախավ Հայաստան եւ ասեց, որ Ադրբեջանում իրան նեղացնում են, Ալիևը բռնապետությունը հաստատ է, ինքը չի ուզում Ադրբեջանում ապրի, Հայաստանը ձև չունի այդ մարդուն չընդունելու։ Չի կարա։ Ոնց որ ծովով, չգիտեմ, ասենք, չգիտեմ, Սիրիայից, Աֆրիկայի հյուսիսից, լիքը ժողովուրդներ փախնում են, լոդկեքով գալի կեսը խորտակվում են, փչովի նավակներով, կեսը գալի հասնում են, ենթադրենք Հունաստանի, Իտալիայի, չգիտեմ, Իսպանիայի ափեր։ Ձև չունես չընդունես։ Անգամ եթե սահմանին բռնեցիր, ենթադրենք սահմանագծում, սահմանազատում արածա, սահմանին բռնեցիր, մի ոտը գցելա քո տարածք, այն մի ոտը իր տարածքում է, չես կարա հրես հետ, արգելված է, ըստ Եվրամիության օրենքների, պետք է ընդունես այդ փախստականներին։ Հիմա Ալիևը ինչա սարքում, իրան ստես ձեռա տալի բռնապետությունը, ճիշտ է։ Իր ժողովուրդն ասում ախպեր, ստե վատա ապրելը, գնացեք։ Հա դուք պատրաստում, սպեցիալնի ստանում է կադրեր, դու խո չես գնում ստուգում նա ում այնտեղ մշակում պատրաստում։ Հարյուրներով, հազարներով, տարիներ շարունակ խրգում է Հայաստան։ Իրա մոտ սխվում է, որ Եվրամիությունն էլ իրան ճանաչի բռնապետ, մտցնի այդ բռնապետերի ցուցակի մեջ, իրա երկրից ով փախնում է Հայաստան, ասում է հարց չկա։ Եվրամիությունն ինչ ասում, ասում է Հայաստան ջան, դե գիտեն վիճակը լավ չի։ Արի քեզ մի քիչ փող տամ այդ փախստականներին պահի։ Այդ փախստականներին սկզբում պահում ես լագերներում, հետո կիսաբաց ռեժիմ գնում, գալիս են վերջը տնավորվում, բնավորվում են որտեղ Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու՞, որտեղ Եվրամիության օրենքները պարտադրում են, բայց քան մեր շուստրի հայերը ոնց են գնում Եվրոպաները տեղավորվում, ասում է գնում հանձնվում են։ Հիմա պատկերացրեք, ոնց որ այսքան տարի հազարավոր, տասնյակ հազարավոր, չի գուցե, նույնիսկ միգուցե 100,000-ավոր հայեր գնացել ու հանձնվել են, այդտենց էլ գնում, գալի եւ հանձնվում են ադրբեջանցիները։ Իսկ դրա համար Ալիևը ստեղծում է բոլոր պայմանները, այսինքն բռնապետություն իր երկրում, մարդու իրավունքների ոտնահարում իր երկրում, լրագրողների կալանավորում, խոշտանգումներ իր երկրում։ Ալիևը դա սիրով կանի, որտեղ դա նպաստում է թե իր իշխանությանը, թե Հայաստանի վերաբնակեցմանը, հատուկ ուղարկված, մշակված կադրերով։ Դե գնա, հա ու այս դեպքում չես կարա դու մի հատ օրենք հանես, ասես ես չեմ ընդունում։ Դու պարտավոր ես Հայաստանի Հանրապետություն, նրանցից յուրաքանչյուրի գործը առանձին դատական քննության ենթարկել։ Այ ովքեր որ Ամերիկայում, Եվրոպայում այս process-ների միջով անցել են, գիտեն դա, քանի ամիս ու քանի տարի է տևում։ Մի հոգու մնալ, դեպորտ անել հարցը, իշքան ծեծվում, չես կարա դեպորտ անես։ Պետք է դատ է թա, պետք է ապացուցվի, որ այդ մարդը այնտեղ հալածյալ է, թե հալածյալ չի։ Իսկ եթե Ադրբեջանը եղավ բռնապետություն, էլ ինչ ապացուցեց։ Հա դու դատի, հա դատ արա եւ ամեն մեկի համար առանձին դատ։ Հա դու ամեն մեկի համար առանձին դատ արա։ Մթամ շատ են հասցնում Հայաստանում դատա իրավական համակարգի ծանրաբեռնվածությունը լուծել, հիմա պետք է եկած ադրբեջանցիներին դատերով անցկացնես, որոշես թողում ես, թե հետ ես խրգում։ Ահա Եվրամիության միգրացիոն քաղաքականության շնորհիվ բազմաթիվ ադրբեջանցիներ կգան ու կմնան, կգան ու կինտեգրվեն, տարիներ շարունակ։ Ահա թե ինչու Եվրամիություն, անկլավներ, այն ամեն փախստական, այսպես կոչված փախստականների վերադարձ, ահա թե ինչու ես ամենը կամաց իրար հետ միասին, միամիտները, օրինակ ես համոզված եմ Գուրգեն Սիմոնյանը սրա մասին չգիտի, համոզված եմ, չէր կարա նայես հիմա, կատակ չեմ անում ժողովուրդ, իրոք գիտեմ, որ չգիտի, ես տենց գիտեմ, ես համոզված եմ, որ Գուրգեն Սիմոնյանը չգիտի, որ սենց դրվագ կա, ու հաստատ հիմա կմտածի ինչ պատասխանի ես փաստարկմանը, հա, կմտածի, բայց էս է ժողովուրդ, այդ Եվրամիությունը, որ ասել են խիարս
բանա, թե բանը խիարա, աղն ու դանակը առև հազում եք, ընգերներ, այս աշխարը մեզի 8 անգամ կուտի, կարտաթորի նորից կուտի, կարտաթորի նորից կուտի, կարտաթորի մենք խաբարել չենք կլնի, մենք գլխի էլ չենք կլնի մեր գլխին իշբերին, ես անկախական եմ, ես ուզում եմ, խաբված չլնեմ, ես չեմ վախում իմ հայացքների մասին բարձրաձայն ասել, չեմ վախենում լինել անկեղծ, ու ինձ մեկա դուք ինձ ինչ պիտակի տակ կընկալեք, չէ մեկ չի, բայց այդքան կարևոր չի, որ ես փոխեմ իմ սկզբունքները, այդքան դա կարևոր չի, ահա թե փախստականների, այսպես կոչված փախստականների վերադարձի օպերացիան քանի ձևով կարան իրականացնել անկլավներ, սահմանագծում, պատերազմի սպառնալիք, տուրիստ որպես եւ Ալիևը որ ասում է մենք գնալու ենք մեքենաներով, մենք տանկերով չենք գնալու։ Եկավ իրան սահմանը գցեց, այս կողմել չես կարա հետ ուղարկես։ Չես կարա։ Ეხո 5 մետրը մեկ մարդ չես կանգնացնելու։ Խո չես խփելու։ Անզեն ձեռները բարձած գալիս է որ սահմանից գցվում այնա։ Ընդ Նիկոլը ցիցա չէ տնգի հետ, Գիրանցի կոմերը։ Այ գալիս են ցցից անցնում են էսյան։ Անցնում վсё, եկանք։ Վերջ, Եվրամիության կազմում ես, պետք է ընդունես։ Չես էլ կարա ընդունես խրգես ուրիշ երկիր, չես կարա։ Ասում չեմ ուզում ուրիշ, ստե եմ ուզում։ Այնքան շատ չեն գա, էլի ասենք մի անգամից 1 միլիոն հոգի չեն գա։ Որ չդիմանաս խրգես։ Եվրամիությունն էլ փողերը կտա։ Ալիևն էլ են առանձին Եվրամիության շուստրիների հետ կպայմանավորվի կաշառքները կտա 3 միլիարդ դոլարի գերմանական լվացքատան գործը գիտեք լվացքատուն այսինքն փողերի լվացման էլի իմաստով ոչ թե շոր էին լվում 3 միլիարդ Գերմանիան որ Ադրբեջանը կաշառք է բաժանել Եվրամիության պատգամավորներին գործիչներին տեսուչներին չգիտեմ ինչերին 3 միլիարդ դոլար հա 200 միլիոն ինչ է Նիկոլի դեմը չշպրտեն ընտրություններից առաջ կամ ընտրություններից հետո Դա ինչ է դուք հասկանում եք ինչ օպերացիաներ է իրականացվում հենց այսօր մեր աչքի առաջ այդ համար պերաշտի կուկուրուզ բան խեղտելով դեռ իրան դրելա գժիտեղ վանքի հավերն է փրթում է դրա համար Արթուրը Օսիպյան ասելա գնամ բմբուլները քամուն տամ ղզգնելա Հասկացա բմբուլա լսե Հիմա մի քանի հարց էլի դիմում եմ էսի հատկապես ընդդիմադիրներին կապ չունի որ ուղղությունից անգամ Արամ Սարգսյանի թեև դուք գիտեք արդեն Արամ Սարգսյանը իր հոգին ծախել է Նիկոլին մարդը կորցնելու բան ունի հարստություն ունի Կորցնելու բան ունի։ Մենք ինչ ունենք։ Մենք ինչ ունենք։ Այն խրաբրը սերցը Ուիլյամ Վոլոսի Մել Գիբսոնի նկարած։ Ասում մենք հարուստ ենք, իշխանավոր ենք, տիտղոսներ ունենք։ Մեր մասին սաղ երկիրը գիտի։ Այս ամեն ինչը մենք կարանք կորցնենք։ Դրա համար մի քիչ տաք լինի, մի քիչ անվնաս լինի, բարեպաշտ լինի, Աստծուց խոսան, դեսից խոսան, դնից խոսան, всё օքեյ։ Իսկ են Ռամիկն ինչ ունի, կամ են մտավորական ինտելիգենտն ինչ ունի կորցնելու, մի հատ կյանք ունի կորցնելու էլի, դե ինչ որ, իր ունեցվածքի դիմաց, մեր կյանքը, մեր ապրած, կյանքը, ինչա որ, իր ապրածն է ապրած, հիմա, ինստրուկցիաներ մի քանի, որ հարցազրույցներում լսել եմ ոնց որ բանը, փորձում են նեղը գցել, մի քանի համ էլ դիտարկում էլի ուշադիր լսեք էսի նախ էլի ռազմական շքերթի մասով է խոսակցություն գնում դե տեսեք ինչ շքերթ արինք Նիկոլսից Նիկոլունից ժողովուրդ ջան Նիկոլը այդ շքերթը անելու համար նախապես Ալիևից թույլտվություն է վերցրել այդ շքերթի համար հատուկ ինքնիրաբերանով է խոստովան է այդքան վիդեոները չբանեմ ցույց տամ էլի ինքնիրաբերանով է խոստովան է որ Ալիևին ասել են, որ դա չունի ոչ մի ագրեսիվ նպատակ, իրանք ուղղակի տարեկան նախընտրական հաշվետվություն են անում Ալիևի գործերը Հայաստանում առաջ գցելու համար։
Այդ մարդը դրա համար է, այսինքն այդ զենքերը մայրաքաղաքի կենտրոնով հրապարակով անցկացնելու համար նա Ալիևից թույլտվություն ա խնդրել։ Հիմա հարց. նա այդքան ոռ ունի դա Ալիևի դեմ կիրառի, նա այդքան համարձակություն ունի, այն որ ասում են, որ բանակցողը փոխվի, որ ղեկավարը լիդերը դուխովը լինի, դրանից բան է փոխվում, ձեռ են առնում, արա դրանից բան է փոխվում իսկականից։ Ձեր թաղում 1000 հոգի, ոնց է չնի մի հատ ավտորիտետնի մուժիկ կլինի, կամ կին կլինի, հարգված։ Մեկը կլինի էլի ձեր թաղում հարգված։ Հիմա ինքն է մեկ էլ ձեր թաղում մեկը կլինի են չկլասի, ոնց էլ չլինի կլինի էլի։ Հիմի նայա կանգնած դեմը, թե նայա կանգնած դեմը, նույն ապրումներն է, նայա թե նայա նույն ձևա թաղեցիների հետ կոնտակտի մեջ մտնում, ինչ որ բան համոզում, խնդրում կամ պահանջում։ Չէ։ Հիմա եթե Նիկոլը այդ բանակը բերել է իբր թե այդ զենքերը բանա, արա անգեր ջան, դուք էդի Ալիևից թույլտվություն խնդրելով մտցնում եք հրապարակ։ Դուք քանի գլուխ ունեք, էդի տանեք սահմանին Ալիևի դեմ օգտագործեք, որ հիմա բերեք գլուխ եք գովում, թե բանակ եք սարքել։ Էդի տենց։ Երկրորդը, ռուսական գազի հետ կապված հարց չկա, գազը չլինի ուրիշ տեղից կբերեն Ադրբեջան նկատի ունեն։ Ադրբեջանից ինչ գազ պետք է բերեք, ռուսական գազը պետք է բերեք։ Դուք հո գիտեք, սաղն էլ ասել են, որ ռուսական գազը Ալիևը ծախում է Եվրոպային։ Այդ նույն ռուսական գազը, որ հիմա առաջի ձեռ է սառնում, գնալու ես Ալիևից առնես։ Հա, տես ձեռա տալի, չէ՞։ Այդպես անկախ ենք։ Այ ռուսական գազը փիսնա, ռուսը փիսնա։ Այդ գազից մենք հրաժարվենք, Ալիևից կտանք, այդ նույն գազը կառնենք։ Բայց երկրորդ ձեռ արդեն։ Կախվածությունն էլ վերահասցեագրած։ Էս էլ դիտարկում հա բան են անում, յանի նախկինում բանակը այդքան հագեցած չի եղել, համեմատում են բանը նախկինում գնումները քանի միլիարդ դոլար էին, հիմա գնումները քանի միլիարդ դոլար են։ Ժորժ ջան, այն ժամանակվա 1 միլիարդ դոլարն ու հիմա նույնը չի եւ երկրորդ։ Եթե մի հատ բժիշկ կա, վերցել է մի հատ հիվանդի բուժումը, ծախսելով ենթադրենք $50,000 դեղ։ Դա նշանակում է, որ ինքը այդ հիվանդին բուժելու է։ Հա, $50,000 ծախսի տակ է գցել հիվանդին։ Ոնց էլ չլինի կամ հիվանդ եք եղել, ինքներդ կամ հիվանդի հարազատ եք եղել։ Հələ մի հատ ինձ ասեք։ Դրանով է որոշվում, այդ հիվանդը լավանալու է թե չէ։ Ավելին ասեք, ձեր փորձը անցյալի ի՞նչ է ցույց տալի։ Որ ավելի շատ պռավալ որ դեպքում է գնացեք գործը։ Երբ որ մի 100, 200, 300 հազարի դեղ են գրել, մի այդքան էլ հետազոտություն ու անալիզ։ Ավելի շատ այս դեպքում չի պռավալ գնացել։ Իսկ գործից բանից հասկացող բժիշկը մի հատ 2 բառ խոսացել է հետ, կամ ամենաշատը մի հատ 3000 կամ 13000 դրամանոց անալիզա հանձնել, մի հատ հետազոտություն արել, բուժումը գրել է էժան ու որակով ճամփել է։ Կարող է տենց չի։ Կարող է տենց չի։ Այտենց է։ Այտենց է։ Հիմա եթե գան ու սկսենք բժիշկներով գլուխ գովել, ով ավելի շատ ռեցեպտի համար բանը դեղ գրե կամ ավելի շատ գինք տվե այդ դեղերին։ Ուրեմն նա ավելի լավ բժիշկ է, ներողություն գռեհկաբանության համար ոտերս կերել են։ Եղավ։ Հենց որ այդ ձեր այսքան միլիարդի զենք են կարել, այսքան միլիարդի էս են կարել։ Գնացեք ձեր գեղում կամած խոսացեք, շատ մարդ չիմանա էլի։ Մի երկու միամիտը կարող է, դաժե միամիտ էլ չէ, կուլտուրայից ելնելով ձեզի չասեն, այն ինչ հիմա ես ասեցի։ Եղավ։ Չասեն էլի ոտերս կերել եք։ Քերքներդ գլուխներդ հավաքեք, ընկերներ ջան։ Դուք կարաք $50 միլիարդ էլ տարեկան զենք բերեք Հայաստան, բայց մեկը դուք Ալիևից զանգելու եք հարցնեք, այդ զենքը կարելի է հրապարակով հանել ֆրցնել, թե չէ։ Եղավ, էդ եք դուք։ Ու մեկը այդ չի նշանակում, որ ձեր վարած պատերազմը հաղթանակով է ավարտելու։ Ձեր բուժած հիվանդը մեռել է անգեր։ Կարճ կոնկրետ։ Ինչքան հիվանդի մոտեցել եք կամ հաշմանդամադար է կամ մեռել է։ Բժշկական տերմինաբանությամբ ասած։ Այնց որ ձեր գլուխ մի գովացեք, թե ինչքան եք դեղերի ու անալիզների վրա շատ ծախսի տակ գցես ազգին։
շատ վարկերի տակ գցե, շատ պետական պարտքը եւ արտաքին պարտքը ինչքան շատ եք ավելացրել այս ազգի վրա։ Դա մեր վրա է այդ փողը, մենք sense այդ փողը պիտի տանք։ Գլուխ մի գովացեք։ Հիվանդի հարազատների մոտ գլուխ մի գովացեք, թե ինչքան թանկանոց բժիշկ եք դուք։ Դուք տուֆտա եք։ Եղավ, ու ձեր բուժած հիվանդը մեռել է։ Ասեմ իմացեք։ Դրա համար չեք ուզում հիշեք անցյալը։ Դրա համար ասում եք անցյալը չենք նայում, մոռանում ենք, սկսում ենք մի անգամ զրոյական կետից սկսակ, հիմա նորից ուզում եք զրոյական կետի, արդեն համազգային պատմությունը, մեր ամբողջ ազգի ապրածը, մեր ամբողջ պետականության կենսագրությունը ուզում եք զրոյից սկսեք։ Մեկը դուք որտից ուզում եք սկսեք, մենք գիտենք, որ ձեր բուժած հիվանդը մեռել է։ Իմացաք, մեկ է մի հատ բան ասեմ, այս վիդեոներս YouTube-ներում ֆռում է, մարդիկ կան, որ իմ հասցեին վատ բաներ են գրում, որպես պրոֆեսիոնալ, ինչ ուզում եք գրեք, լսեք օբշիով, անգամ հայոյանքներին առանձնակի, վատ եմ զգում, բայց դե ինչ անեմ, էտա, բայց որպես պրոֆեսիոնալ եմ ասում, եթե մեկը ձեզ կասի, Հայկը ինձի վնասա տվե, Հայկը ինձի սխալա բուժե, ասա Հայկը քեզի լավ ու մեր էր քրվում, գնա պատասխանը ստացի, թղթերը բեր, անալիզ սաղ դոկումենտացված է, իմ մոտ այդպես բան գոյություն չունի, որ դոկումենտացված չլինի, եթե մեկը կասի, Հայկը ինձի խափեց, սենց արեց, նենց արեց, ձգձգեց, սխալ բուժում նշանակեց, էս արեց, ասա Հայկը քեզի մերա քրվում, լավա քրվում, թղթերդ վեկալ արի եթում ենք մոտը։ Կոմենտներում կկարդաք տես բան, էդի իմացեք ժողովուրդ ջան։ Եղավ։ Հələ այս ընտրությունները կպրսնի ես նոր մասնագիտականով մի երկու բան կխոսամ, էլի։ Մի երկու բան։ Մի նախադասությամբ սենց ասեմ։ Անշնորհակալ մուֆտեջիներ, դուք սկի պատից կախ չեք տեսել, բայց ձեզնից կես մետր նստած տեսել եք, կես մետր հեռավորության վրա, ու այն ինչ դուք այդ կես մետրի վրա տեսել եք, լուրջ երկրներում դուք կիլոմետրի վրա չեք կարա տենակ, տուֆտ եք, ուրիշ բան, որ մուֆտեջի եք, անհասկա, այսօր հիվանդս եկել է, բայց էսի լավ մարդ էր, էլի շատ լավ մարդ, եկել է ասում է, լավ չեմ, չի օգնում, դեղը խմել ես, չէ, խնդրեմ, ես մարդ եթե վատ մարդ լինի, չի գա մոտս, ասի դեղը չեմ խմել ու լավ չեմ, կետա ուրիշի կողը կնստի, կասի Հայկի մոտ գնացի, էլի լավ չեմ, բայց մեկը չի ասի, դեղը խմել ես, նշանակումներն արել ես, ինչ որ քեզ հանձնարարված արել, լավ թե շատ շեղվեցինք, հիմա գնացինք, այս հարցը կա, որ էլիտաները խիչ են զոհվել, արցախյան էլիտաները խիչ են զոհվել, բան, սա շատ կարևոր բոլշևիկյան բան է, անհեթեթություն է, ժողովուրդ, ոչ մի ժողովուրդ չի կարա իր էլիտաներին կոտորի ու հարիֆությունը, կոպիտ ասած, մնացածը ողջ մնան։ Ցեղասպանության օրինակը բերել եմ, ապրիլի 24-ին 1915-ի գիշեր, հավաքել են նախ մտավորականության, էլիտային, ես չեմ ասում արցախյան էլիտայի համար հիմա զուգահեռներ եմ տանում, հավաքել են էլիտային, կոտորում են, հետո անցնում են ժողովրդին, ուրեմն այս բոլշևիկյան հիմար հասկացությունը, որ էլիտաները խի են սաղ մնացել, բա ով սաղ մնա, բա գեներալը սաղ չմնա, ով մնա, գեներալը եթե խրամատ փորի, բանը, շարքայինը գանստի շտաբում քարտեզի դեմը հրամաններ տա, բա ով սաղ մնա, եթե էլիտան սաղ չմնա, այդ էլիտան պետք է մնա, հակառակ է, մարդիկ պետք է իրանց շարքայինների մեջ գտնեն տենան, ով է գեներալացու վաղվա, ասեն ապեր ջան, դու հետ գնա, դու պետք չի որ մտնես ռիսկային առաջադրանքի տակ, դու պետք է հետ գնաս, այս ազգին մտավորական էլիտա է պետք, քաղաքական էլիտա է պետք, բիզնես էլիտա է պետք, եթե մենք ուզում ենք մեր ազգը կրի, մեր ազգին ընտիր էլիտաներ են պետք, մենք կարանք մեր էլիտային ասենք, ես ես փչացած անպետք, ես ապրում ես հիմար կյանքով ես անհասկացողության մեջ, բայց չենք կարող ասենք, խիչ ես զոհվում, խի ես ապրում, էլիտան պետք է ապրի, հենց էլիտան պետք է ապրի, որ մյուսներն էլ ապրեն, որ կազմակերպի մյուսների կյանքը, որ բացատրի մյուսներից, լուսաբանի, բա էլիտան եթե չապրեց, ով է ապրելու, կոտորվում են բոլորը, էդի գիտեք ոնց է, մարմնի վրա օրինակ բերեմ, հիմա պատկերացրա, որ բալգարկով գործանելուց կամ ինչ-որ ստանոկի վրա գործանելուց, որ մարմնի մասն է ամենաշատը վնասվում, ձեռը, ոտը, վերջույթները ինչով որ գործն անում է, ամենաշատը որ մասն են պաշտպանում, գլուխը այ մարդ, ոնց որ դնես ես ապես, բալգարկեն ինչի է, ձեռը կդրե, ոտը կդրե,
խի գլուխը չի կդրե թո բերանով բալգարկեն վերցեր աշխատեր ու կամ չգիտեմ հաստոցի վրա բերանով բռներ աշխատեր չէ բռնում են ձեռներով ընկեր սեղմում են ենթադրենք ոտքով գլխով մտածում են պլանավորում են այո երբեմն լավ չի գլուխը աշխատում կամ անուշադրություն ալնում կամ հոգնածություն ալնում այսինքն էլիտան է հոգնած ալնում ձեռն ու ոտը վնասվում է տես պատահում է բայց դա չի նշանակում որ սա սխալ է այդ պետք է ձեռները ողջ մնան գլուխը պետք է վարի եթար գլուխը որ վարի գնաց ամբողջ մարմինն է վարի գնում ամբողջ մարմինը նույնն էլ ազգի հետ է ու այդ նիկոլական բոլշևիկյան հիմարությունը որ աչուձախ տարածում են էլիտաները սաղ մնացին հասարակ երեխեքը գնացին բա ով պետք է գնար իսկ ով ասեց որ էլիտան պետք է գնար եթե հերթ ասելա որ էլիտան պետք է գնա պրծել է ազգը վերջ պրծել է ուրեմն սաղ սմերտնիկ են Հիմա Մոնթեն Ազգալդյանը որ սաղ լինեին, այսօրին կլներ հայերը Հայաստան ու Արցախի հարցը։ Եկեք ճշտով խոսանք ժողովուրդ։ Մոնթե Ազգալդյան, չգիտեմ, իրանց ընկերները այնտեղ ազնվագույն տղերք, որ նրանք ողջ լինեին, այս կլներ մեր հալը։ Հենց էլիտային փրթել Արթուր Մկրտչյանը որ սաղ լներ, Ղարաբաղի հարցը սենց կլներ։ Ճշտով խոսանք։ Էլիտային փրթելով են այս վիճակին հասցնում մարդկանց, հանրությանը, մյուսներին։ Իսկ եթե պսևդոէլիտա Ղարաբաղցիների մասով։ Նիկոլի պես պսևդոէլիտա գոյություն չունի, ինչ որ Հայաստանում փրթած թափած էր։ Նիկոլի պես պսևդոէլիտա գոյություն չունի։ Այս հարցը ֆիքսենք։ Մի հատ կինո կա ամերիկյան բանն է խաղում Բանի ծելախրանիցելի դերասանը ասեք Վիտնի Հյուսթոնի ծելախրանիցելի դերասանը մի խոսքով ինքն է խաղում ամերիկյան պատերազմն է քաղաքացիական երբ որ հարավի հյուսիսի այդ պատերազմում են ոտը տարել են որ պետք է ամպուտացնեն կտրեն կինոն տենց է սկսում ոտը պետքա կտրեն ինքը փախնում է հոսպիտալից դաշտային վրաների տակ հոսպիտալ է հագնում է Բացինգեն սմերտնիկի նման նստում է ձին, գնում է թշնամու վրա, մի խոսքով իր անկճված բանակը ոգևորվում է, ճակատամարտը հաղթում են։ Վերջում արդեն ընկնում է հայ-հայա պետք է մեռնի, գալիս է գեներալը, ասում է զինվոր ջան, թե կապիտան է լինում, կապիտան ջան ասում է, դու կարճին տղա ես ասում է, քեզանով Կևին Կոստներ ապրես, գրեցին, ահա։ Մերսի, Կևին Կոստներ։ Ասում է դու Կևին Կոստներն է խաղում։ Դու կարճին տղա ես, դու հերոս ես, իմ բժիշկները հատուկ քեզանով կզբաղվեն։ Այդ գեներալի բժիշկները բուժում են այդ կապիտանին Կևին Կոստներին ու ինքը սաղամնում ու իր ոտը չեն կտրում։ Հիմա հարց։ Էսի ամերիկացիք նայում են ու սենց լուրջ հպարտության արածին մալադես տղա գնաց հասավ նրան որ գեներալի բժիշկը անձնական բժիշկը իրան կյանքը փրկեց։ Հիմա եկեք Հայաստան ոնց կասեին։ Պոստսովետական տարած, բոլշևիկյան մտածելակերպ Ոնց թե արա, այս գեներալը լավ բժիշկին տարելա պահելա իրա մոտ, բանդը կրվող տղեքը ոտները կդրտում են էսեն անում, ընկեր այդ բժիշկը մի հատ է, այո, պետք է գեներալի ու գեներալի շտաբի հիմնական աֆիցերների սպասարկի, այո, տենց է ձևը, որ այդ զորքը ողջ մնա, որ այդ պատերազմը վերջում հաղթանակ են, այդ է ձևը, այդ ձեր բոլշևիկյան պատկերացումը, որ գեներալները պետք է սովից սկրտան, բանը դեբիլներն ու ուրիշ անուններ չտամ գան սենց հարուստ իրանց երեխեքով բան չաղու բախտավոր մտնեն դբրոց դասատուի վրա մունատ գան մտնեն հիվանդանոց բժիշկի վրա մունատ գան մտնեն գործկոմ ռայկոմ կամ չգիտեմ հիմա ոնց է կաշում այնտեղ աշխատողների վրա այնտեղ ոստիկանի վրա մունատ գան հա տենցա ձևը տես չի ձևը էլիտան էլիտա է Այն մյուսն էլ իր տեղը պետք է իմանա ու այս երկուսը իրար հետ, այս սաղ իրար հետ մի հատ ընդհանուր հաղթանակի, ընդհանուր բարեկեցության են ձգտում ու վերջին հաշվով հույսը էլիտաների վրա է։ Այս շատ կարևոր է մեծ կողմից հասկանալ։ Ամերիկացին ընկալում է, որ լավ բժիշկ այո գեներալին պետք է տերը լինի, որ անտեր չմնան, որբ չմնան, իսկ բոլշևիկը մտածում է, բայց խիտ է, արի գեներալին ջուլեմ աղբեջան, այս բժիշկին տանեմ, զաստավի տանեմ, թող մեզ սաղից բուժի։ Բժիշկը չի հասցնելու մենակով այդքանի, բուժի հյուծվելու է մեռնի էթա, կամ մի բան թարսա խոսալու ես քյալերի, պանյացյանների համեմատ, մի բանը թարսա խոսալու տալու են գլուխը ջարդեն, շպրտեն միան,
Էլի մնալու են առանց բժիշկ կամ առանց շատ որակյալ բժիշկ։ Էդ էլ տենց, այնպես որ այդ միտքը էլիտաները խի են սաղմնացել։ Այ ուրիշ բան, որ բոլորի երեխեքը պետք է բանակում հավասար լինեն։ Էդ էլ լրիվ ուրիշ հարց է, որ եթե մեկը պաշտոնյա գիտի որ երեխեն հավասար է կրվելի մյուսների հետ, ոչ թե Նիկոլի նման էլ, Նիկոլենց նման չեմ ուզում ուրիշ բաներ խոսամ, բայց ես չեմ հավատում, որ ընդ հավասար կրվել է։ Համոզված եմ, մի հատ եկա թիկնազոր տեր է եղել իր երեխուն։ Ես դա համոզված եմ։ Ներողություն եմ խնդրում, ես տեսակ արտահայտվելու եմ, հա, եւ մի բան էլ ասեմ, միգուցե սխալվում եմ, բայց այնքան ինչքան որ Նիկոլի տղու Աշոտի կողմից եմ նկատել, չգիտեմ, այդ տղեն իմ հարգանքին արժանացել է, հենց նրա համար որ չի ապրում ընտանիքի հետ։ Չգիտեմ ինչն է պատճառը, հույս ունեմ, որ պատճառը նաև այս քաղաքական իրադրությունն է եղել, հույս ունեմ, որ ինքը ավելի արդար ու ավելի մաքուր է։ Իրան պահե։ Չգիտեմ, ես էլ ասեմ։ Լավ, անցնենք առաջ։ Էլիտաների հարցին զգուշ եղեք, ձեր ցավը տանեմ։ Մենք պետքա կերտենք էլիտա, ու պետք է լինի էլիտաների ռոտացիա, այսինքն էլիտան էդի տենց չի, որ ապուպապ նստում են, չէ։ Սպորտի նման, ովքեր են սպորտի էլիտան, ովքեր չեմպիոններն են։ Մեծանում են սպորտային տարիքը անցնում, եթում են տրիներ են աշխատում։ Էլի մնում են էլիտա, բայց ասենք չեմպիոնական լիգաներում չեն։ Այդ ձևն անդադ ռոտացիա պետք է լինի։ Ու այնա ամենահետնախորշից մարդը պետք է գա չեմպիոնական լիգաներում երևա, եթե դրա հավեսն ու տաղանդն ու ունակություն ունի, եւ գնա խառնվի մնացածին, հասարակությանը, խառնվի հասարակներին։ Այդ է բնության կարգը։ Այդ տենց պետք է լինի։ Ոչ թե տիպը ես էլիտա եմ, վсё, ախպեր, իմ երեխան էլ բդի իմ հետ, տես բան չի, դա զբրոդ է, դա էլ հարուստ զբրոդ է։ Դա էլ չեղավ էլիտա։ Հասկացաք, այդ վերնախավ երբ որ ասում եմ, պատկերացրեք չեմպիոնների լիգայում խաղացող սպորտսմենները, կյանքի մյուս բոլոր ոլորտներում, նույն ձևի կարելի է անցնել, որոնք հավերժը տեղ չեն, անընդհատ ռոտացիա է ալնում, բայց միշտ ամենալավերը տեղ են, միշտ գործուն, ավյունով, կարողություններով լեցուն, ամենալավերը տեղ են, թե բիզնեսում, թե քաղաքականության մեջ, թե, չգիտեմ, արվեստում, թե գյուղատնտեսության մեջ, թե բժշկություն, ոչ ամենուր։ Ինչպես հետ բերել հոգուփածած հողերը։ Ուրեմն սա մի հատ կարևոր հարց է, որ անընդհատ տուպիկ են տալի ընդդիմադիրներին, բայց ինչպես հետ կբերեք հեռացած հողերը, առանց պատերազմի, ինչպես վախում են ասեն պատերազմով։ Նախ ինչպես հետ բերել օկուպացված հողերը։ Ռուսաստանը ռազմական դաշնակիցը տեր չի եղել։ Ու էսի ամենահաճախ շահարկող բանն է, ու ես ասում եմ, Ռուսաստանը գցել է։ Հիմա դրա մասին չեմ խոսում, որովհետև հիմա Նիկոլի հիմնական այդ քարոզչական ֆեյքերից են, որ ինքը իբր թե հակառուսական գնում է դեպի արևմուտք։ Ու տենց մի որոշակի միամիտ զանգված հետևը գցած տանում է։ Ես ուզում եմ այդ միամիտ զանգվածի սթափեցնեմ, դրա համար եմ հիմա սենց խոսում ու առաջիկա միջև ամսի 8-ը տենց եմ խոսալու։ Ուրեմն նայեք։ Ժողովուրդ, Ռուսաստանը օրինակ, Արցախի պարագայում ասեցի սպառազինության բոնկտելա նախորդ լայվերս նայեք։ Հիմա ինչ վերաբերվում է ջերմուկի դեպքերին, այո, Ռուսաստանը չի միջամտել։ Հապկին օգնության են կանչել, հապկը օգնություն չի եկել։ Ինչ փիսնա հապկը, ինչ կեղտոտա հապկը։ Հարձակվել էին Հայաստանի վրա, Հայքի վրա, հապկը չեկավ։ Հիմա մի հատ հարց։ Մեր սահմանադրությունն ինչ է ասում, երբ որ հարձակվում են երկրի վրա։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընդունել են, որ հարձակվել են Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Էսի գիտեք ոչ, ավելի շատ բան է, ասենց սրամտություն է հիմա, տենց կասեմ, որտեղ խորքային ահագին բաներ կա, որ ես հասկանում եմ, բայց ուզում եմ այդ խոսույթի մակարդակով ասեմ, ռազմական դրություն հայտարարվել է երկրում։ Ըստ սահմանադրության, ռազմական դրություն առանձին հոդված կա սահմանադրության մեջ, բացեք, կարդացեք, գրած է։ Երկրի վրա հարձակվելու ժամանակ կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն։ Արագ, արտահերթ նիստ է գումարվում ազգային ժողովում կամ մեծամասնության ձայներով քվեարկությամբ չեղյալ է համարում ռազմական դրությունը կամ թողնում է ուժի մեջ։ Ռազմական դրության ժամանակ մասնակի կամ ամբողջական զորահավաք կարա կազմակերպի
կառավարությունը։ Հիմա հարց։ Ջերմուկի դեպքերի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է ռազմական դրություն, որ հապկին էլ ասում է դու խիչ ես եկե։ Հələ դու հայտարարել ես ռազմական դրություն, թե իրոք քո վրա հարձակվել էին, էլի։ Չէ, հարձակվել է, իրոք հարձակվել էին, բայց եթե դու տենց էտա քո հիմա ասես ներ վրա հարձակվեցին, հապկը մեզ օգնության չեկավ։ Ճիշտ է։ Քո վրա հարձակվել էին փաստորեն, հա, բախի ռազմական դրություն չէ հայտարարել։ Կարող է հետները բանման ուներ խոսացած։ Ինչ ուներ խոսացած։ 200 հոգուց ավել զոհ ենք տվել, այդ թվում կանանց նկատմամբ խոշտանգում է տեղի ունեցել Ադրբեջան, ռազմական հանցագործություններ է տեղի ունեցել ադրբեջանցիների կողմից։ Ընկեր ջան, ռազմական դրություն չես հայտարարել, հապկից ինչ ես ուզում։ Ժողովուրդ ջան, հարգելի ընդդիմություն, էսի երբ որ տեղը գալիս է, էսի ներկայացրեք։ Թե չէ գալիս են լացիրակներ։ Անես լուրջ տոնով, անես լուրջ են խոսում, յանք փիս հայրենասեր են։ Էսի առաջին, հողերը ոնց ենք հետ բերում, հողերը գրաված է, հայտարարի ռազմական դրություն, առաջինը, հողերս գրաված է, մի հատ նամակ ես ուղարկում բողոքի Ադրբեջանին, ասում ես հանի սահմաններից ես քո զորքերը, ասա հանի ու վերջ, ասում է հստակեցրած չի, սահմանագծած չի, ավելի վատ, որ սահմանագծած չի, ուրեմն մի քանի կիլոմետր էլ են կողմ քաշի կարող է սխալ ես եկե, ավել ես եկե, չի հանում հայտարարի ռազմական դրություն, հայտարարեցի ռազմական դրություն, կանչի հապկին ասա արի, մտել են տարածքս դուրս չեն գալիս, թե կարող է պարտքի տակ մնաս հապկին, թե մեզ ձեռա տալի, որ հապկը չգա, կարող մեզ ձեռա տալի, կարող է պրիբիլ կա դրա մեջ, որ հապկը չգա, մինչև ես ամբողջ անելը, մի հատ Չինաստանի հետ, մի հատ Ռուսաստանի հետ, մի հատ Հնդկաստանի հետ, մի հատ Ամերիկայի հետ, մի հատ Ֆրանսիայի հետ խոսա, մի հատ Թուրքիայի հետ խոսա, մինչև ես ամենը բացահայտանեմ, մի հատ Ադրբեջանել ասա, ընկեր ասա, կատակ չեմ անում, ու ես Քումար Նիկոլ Փաշինյանը չեմ, ոնց հրես ընենց հրվի, ոնց բրթես բրթվի, ոնց են հողերը բերում, հենց տենց, նախ հայտարարում ես ռազմական դրություն, հետո դիմում ես դաշնակցիդ, ասում ես իմ մոտ ռազմական զորը ավակ ես սկսում, ընկեր, ու եթե պետք է պատերազմ ես անում, իսկ եթե չէ, փագեք պետությունը, սիկտիրել եք տներով, իմացաք, եթե չեք ուզում էդի անեք, ուրեմն ցվրվեք տներով անունը մի դրեք, դուք քաղաքացի եք, պետություն ունեք, դուք իշ պետություն ունեցող, դուք իշ քաղաքացի, պատերազմ չի, բա թոլնի, բա եթե պատերազմ չես ունի, դու իշ պետություն, ու դրա համար չեն կարում այդ հարցին պատասխանել, ասում բանակը որ բերել ես ցույց ես տալի, ում դեմ ես կրբուսնելու, ասում ով մեր դեմ ոտը, ասում հենա ոտը ցույց են տվել, մտել են 240 կիլոմետր, ասում է էդի բանակցությունով, բայց մնացածն էլ բանակցությունով արա, բա ինչ դա տարբերություն, եթե քո տարածք մտնում զորքը դնում կանգնում են, քո բոլոր ստրատեգիական նշանակության կոմունիկացիաների վրա կոնտրոլ են անում, թե կրակային, թե վիզուալ, էլ ինչ պետք է անեն, որ դու ասես երկրից նկատմամբ, ասում էդի բանակցություններով կլուծեք, դե բանակը ցրի ինգեր, մնացած սաղ հարցերն է բանակցությունով կլուծեք, ահա թե ոնց են բանակցություններով հետ բերում, սենց են բանակցում, գոյություն չունի բանակցություն, եթե դրա հետևում ուժը կայնած չի, դուխը կանգնած չի, ինտելեկտը կանգնած չի, դաշնակիցներ կանգնած չեն, մեր պրոբլեմը գիտեք որն է, տնտեսական դաշտում էդի առանձնակի շուտ ենք զգում, ռազմականում քյալի տեղ ենք մեզ դրել, չենք ուզում ընկալենք, մենք հրաժարվել ենք ռուսականն էլ ասի բարի պտուղ չի, ընդեղ էլ տենց, լրիվ իրանց շահերը կան բան, բայց էտը լավից վատից էտա եղել, Սամվել Կարապետյանը մի հատ հարցի դեպքում ասեց, այ մարդ, որ վատնա, քիչ են հապկից դուրս գալիս, դուրս եկեք, սարեսնելս որն է, դուրս եկեք հապկից, տղա եք դուրս եկեք, կոպիտ ասած, բա քիչ եք դուրս գալիս, որտև լավն է, վատնա էլի մի բան է, էլի վերջը մի բան էլի նրանց վրա կգցեք,
Էլի վերջի վարիանտ հապկի վրա կգցեք, կրուտիտ կլնեք։ Ինքներդ ռազմական դրություն չհայտարարելով, թեև հասկանում եմ նաև, թե ինչու չի հայտարարվել եւ այլն, բայց բանավեճի մակարդակում էսի լրիվ աշխատող փաստարկներ են։ Դաշնակիցներով Ամերիկան է դաշնակիցներով հարց լուծում։ Ամերիկան մի հատ օրմուզի վրա Թրամփը մի հատ օրմուզի վրա սա ՆԱՏՕ-ին խառնեց երացում ասես բշտեց իսպանացիներին առանձին այնտեղ բանին առանձին ամեն մեկին առանձին բշտում էր։ Խի որովհետև մենակով էր մնացել։ Իսրայելի հետ էին ու քիչ էր։ Բա Ամերիկայի պես երկիր առանց դաշնակցի չի կարող խաղեր տա։ Ընկեր դուք ո՞նց եք Հայաստանը պատկերացնում առանց դաշնակցի։ Իսկ եթե Ֆրանսիան դաշնակից է ստորագրած փաստաթուղթը բերեք ցույց տվեք։ Ստորագրած փաստաթղթերը բերեք ցույց տվեք խոսանք։ Ու այդ հիմար թեզը թե միջև մեկից դուրս չգաս մյուսից չես մտնում։ Ընկեր այդ միջև այդ մտնելը մի հատ նախա ստորագրություններ արեք։ Ինչ բարդ բան կա։ Լավ։ Գերիների վերադարձի հետ կապված է, լավ։ Ու էլի հարց է տալի, բա գերիներին ո՞նց եք վերադարձնելու։ Դրա պատասխան էլի ընդդիմությանը չգիտեմ ինչքանով սրտներով կլինի, բայց գերիների վերադարձի հարց։ Առաջի կետ, որպեսզի Ադրբեջանից գերիների վերադարձ լինի, պետք է իշխանությունները չվախենան գերիների վերադարձից։ Պոստուլատ առաջին։ Գերիների վերադարձ անելու համար պետք է ուզել, որ գերիները վերադառնան։ Այսօրվա իշխանությունները Արտուր Օսիպյանին տարեփ հագել են Ղարաբաղցի լինելու եւ հարցեր տալու համար։ Բա ոնց կարան Բաքվում դատվող ռազմաքաղաքական ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի ուզենան սրանք, որ գան։ Ուրեմն առաջին պետք է ուզես, որ նրանք գան, իսկ սրանք չեն ուզում, որ գան։ Դաժե մի հոգի Սամվել Կարապետյաններ եկավ արվերցի փագին։ Ռուբեն Վարդանյանը գա կարան Ռուբեն Վարդանյանից ստեղծեն հերոսի կերպար, որպես ընդդիմության առաջնորդ եւ այլն։ Հաստատ մի հատ լուրջ թիմ կդառնային, եթե գային, Ռուբեն Վարդանյանը բան։ Մի խոսքով ես ասում եմ դե ֆակտո ինչ կլներ, փաստացի ինչն է, չեմ ասում իմ սրտով այդ ամեն ինչը։ Բայց եթե ուզում ես վերադառնալ, չունի վախենաս իրանց վերադարձից։ Սա առաջի կետ։ Երկրորդ, ստե գրել եմ։ Դաշնակիցներից հետ էլի դաշնակից։ Դաշնակիցներից հետ քաղաքական ճնշում եք բանացնում։ Դիվանագիտական ճանապարհով ոնց, ասում ես սանկցիա դրեք վրեն, ընկեր։ Սանկցիա դրեք վրեն։ Պատժամիջոց կիրառեք Ադրբեջանի նկատմամբ։ Ոնց է տարել այդ մարդկանց, ընկեր։ Հերիք այդ մարդկանց բանը երգիրը տուն ու տեղը ձեռներից խլելա, բռնի տեղը հանելա, մի հատ էլ բան եք արել, տարել եք, բռնել եք, դադում եք յանի։ Միջազգային դատարաններ դիմի ինգեր, շուխուր արա, ոնց, դիվանագիտական ճանապարհով, դիվանագիտություն արա։ Երկրորդը սենց, շուխուր անել, դիվանագիտություն, դաշնակիցներին իրար խառնել։ Երրորդ, Ադրբեջանի առաջ նախապայմաններ ես դնում, ասում ես ոչ մի միջանցքել չի լինելու, տուֆտա։ Ոչ մի գնալ գալել չի լինելու, վախեցնում ես ինձ բլոկադայով, հերդ էլ անիծած։ 30 տարի բլոկադայի մեջ եմ ապրել, ինտերնետով կկապնվեմ, ինտերնետ ապրանք արտադրի ուղարկի աշխարհին, ինտերնետով։ Ամբողջ երկիրը մտցրա տեղեկատվական տեխնոլոգիաների բանը տակ, արտադրության տակ։ Ես շատ գիտեմ 100 հատ լուծում կա ընկեր։ Հիմի յանի որ միջանցքը տվել ես Ադրբեջանը սահմանա, բացե Թուրքիան սահման, էլի փագած նստածա։ Ասա вообще չեմ բացի միջև գերիներիս հետ չտաս։ Նախապայման դիր։ Վախում ես պատերազմ կանի, ադե տենց էլ ասա։ Տենց էլ ասա, որ պետություն չես ուզում։ Տենց էլ ասա, որ պետությունը լուծարելը քո մուֆտջի հոգու, դա եւ Նիկոլին եմ ասում, եւ նիկոլական այն միջին վիճակագրական կամ վատ ծայրահեղ վատ նիկոլականին եմ ասում։ Ընկեր տենց էլ ասեք, որ դες պետություն պետք չի։ Դուք չեք ուզում մյուս երկրների հետ պահանջներ դնեք։ Դուք մենակ ուզում եք պահանջներ կատարեք։ Դուք ուզում եք տասովշիկ ելնեք։ Եվ քանի որ դուք հոգով տասովշիկ եք, երկիրն էլ ձեր ոնց որ Աստված իր նմանությամբ կերպարանքով մարդուն է ստեղծել, դուք ձեր նմանությամբ կերպարանքով երկիր եք ստեղծում։
ու դա կարելի է նախապայմանը դնել թե Թուրքիայի առաջ, թե Արևմուտքի առաջ, թե Ռուսաստանի առաջ։ Գերիներիս հետ բեր հանում եմ զորքերդ։ Հանա, բազան հանի գնա։ Հանի գնա գերիներիս հետ չբերեցիր, հանի գնա բազացտից։ Հենց սենց։ Բասում եք դաշնակից ենք թե ինչ եք ընկեր։ Այդ մարդկանց խիղճ տարի, հերիք չեք բերե։ Թողել եք Ղարաբաղում փոխանակ էվակուացնեիք։ Մի հատ էլ կամ այդ որ ռուսները զորքը խաղաղապահներին վերջին արդեն առանց Ղարաբաղցիների երկար ժամանակ խաղաղապահներ ընդեին։ Վերջում որ հանում էի Ղարաբաղից, բախի չգերիների վերադարձի պայման չդրեցիք։ Բայց ձեր լիազորության տակ է, ճիշտ է, դուք այդ մանդատը չունեիք, այսինքն միջազգային ՄԱԿ-ի կողմից ձեզ մանդատ չէր տրված այնտեղ խաղաղապահ գործունեությունը, բայց ինչ որ է, դաշնակից եք ընկեր, ձեր գործընկերներն են։ Իսկ ամենավերջում մտնում մի քանի հատ գեներալ ես գողնում Ադրբեջանից կամ մի քանի հատ դիվանագիտ ես գողնում տարբեր դեսպանատներից աշխարհում։ Ու քո ամբողջ ժողովրդին ասում ես բանը, գատովն ես նոմեր 1, ժողովուրդ պատրաստ եք ագրեսիայի։ Գնում ես կոնֆլիկտի վերջին հաշվով։ Բայց երգիր ես, էլի հիմար երգիր ես, հետի ո՞ն երգին առանց ամբիցիա չի լինում։ Էդ էլ տենց։ Էլ ինչ ասեմ։ Մի հատ կարևոր բաներ միտցեք է։ Հա, բայց ամենակարևորը, որ սկզբից ուզենաս, որ այդ գերիները վերադառնան, չվախենաս դրանից։ Ադրբեջանում դատվող Արցախի քաղաքական ղեկավարությունը դու պետք է ուզենաս, որ վերադառնա։ Իսկ ինձ թվում է ամենակարևորը դա է, որ գերիները չեն վերադառնում։ Այս իշխանություններին պետք չի, որ նրանք վերադառնան։ Տենց Դե ռուսական սանկցիաների մասին գիտեք արդեն, մի խոսքով այսօրվա նյութս, որ պատրաստել է ես քաններ, էլի նյութ ունեի, բայց կիսեցի, որ շատ երկար չտևի, երկարս որն ար, 2 ժամա դառնում, ամփոփենք հարգելի ժողովուրդ, պետությունը ամբիցիա է կրկնեմ, ու մենք պիտի ունենանք այդ ամբիցիան, ու մենք պիտի պատրաստ լինենք, նաև զոհաբերությունների պիտի պատրաստ լինենք։ Ես մասնավորապես իմ անձի հետ կապված կասեմ, եթե հետևում եք մանավանդ ինտենսիվ իմ հանրային գործունեությանը, կտեսնեք, որ քննադատել եմ գրեթե բոլորին անխնդիր, ամենախիստ քննադատություն եմ հնչեցրել։ Այսինքն հասկանում եք, որ վաղը մեկը փորձի շալակս հլնի, որևիցե մեկը չի գալու կողս կանգնի, ասի ախպեր ես տղուն ձեռ չտակ։ Երևի հասկանում եք։ Այնուամենայնիվ, տարիներ շարունակ ես հասկանալով, որ ընկեր բան մեկը պետք է 3000 տղա 5000 տղա գլուխ ա դրել։ 5000 տղա գլուխ ա դրել։ Շատ ա մեր ընտանիքում այդ խոսակցությունները, երբ որ այդ քննարկումն լինում է, բա վտանգները, ռիսկերը հնարավոր։ Ու դա մի պատասխան ունի։ 5000 տղա, ով չի ասե, գլուխը դրել է։ Կանայք կարող են մտածել երկար ու երջանիկ ապրելու մասին։ Մեր երկրում հենց տենց էլ պետք է մտածեն, բայց ինչ չի թվում, թե տղամարդիկ այդ նույն հոգսով պիտի։ Տղամարդու հոգսը իր ընտանիքն է, բայց եթե հասցնում է նաև ընտանիքից առավել, ընտանիքից բացի, ինքը պետք է մտածի, որ 5000 տղա առանց ով ասելու գլուխը դրել է։ Հետևաբար, այո, մի քիչ վտանգավոր, մի քիչ ռիսկային ակտիվություն պետք է ինքը դրսևորի։ Օրենքի սահմաններում։ Չնայած օրենքն ինչ կապ ունի, Արթուրին բռնին փագին։ Առանց ամբիցիա չկա երկիր։ Առանց ռիսկերի, առանց վտանգների չկա երկիր, այ ընկեր։ Չկա պետություն։ Իսկ մենք ուզում ենք պետություն, ես ուզում եմ պետություն։ Ես ուզում եմ պետություն։ Դերևս այսքանը, շնորհակալություն այսքան ինձ հետևելու համար։ Իմ անուշ հայրենակիցներ։ Շատ-շատերի չճանաչելով մեկ-մեկ ընենց եմ կարոտում ձեզ, որ կաք։ Ու մենք մեր հարցը լուծելու ենք։ Կամաց-կամաց խելքի գալով, բայց լուծելու ենք։ Բարի գիշեր, ամենալավ բանը ձեզ։